Դե սա տրամարությունը մի հատ քանդեք թազուց հավաքեք էսա։ Նորություններ, վաու, մենք ունենք հովանավոր, վերջապես։ What? Ասի, հանգստացի։ Короче, բաներ, ոնց էր եղել մենք բան Arm Comedy stand-up-ից հետո, որտեղ ես նվերը ռազագրև էինք անում։ Նվերը չէր արել։ Նվերը սարացնում էր։ Այս ասում շատ եմ անում, այս կատակը։ Ոչ, մենք հետո գնացել էինք բան, Վեդիալկոյում բաներ, ավտոպատի էր։ Հյուրասիրություն ավտոպատ։ Հա, ու մենք ծանոթացանք Կարինի հետ, Ticket System KTM կայքից։ Ու խոսում էինք ու ինքը պարտները սպինի հետ աշխատել է դրանից առաջ, մենք խոսում էինք ու ես իրան ասում եմ, հա, մենք ունենք շատ դիտելիության վուպսներ, բայց շատ անգամ մեր մոտ 1500-2000 դիտում է։ Ու ինքը սենց լուրջ, ես ուզում եմ։ Չէ, ինքը բանա, ասաց որ ավելի լավ է լոյալ քիչ դիտելիությամբ կոնտենտ լինի, բայց լոյալ աուդիտորիա, որը ես համոզված եմ մենք ունենք, քան ինչ որ տենց ուրջացված թվեր, որտեղից ոչ մեկ չի գա։ Ու այդ ժամանակ ես ասացի, բայց դու պատահում է 500 Այս դվեր ասում, բայց լումա այդել չի ավա, կոսը դվեր կանգնի էլի, ազիվ հասել ենք այս վիճակի։ Ոչմ, ու բան, ագին պատմեց ու Ticket System-ը, ես միջավայր չէի լսել դրա մասին, որ մարզերում հիմնականում իրանք են զբաղվում տոմսերի վաճառքով, կինոների, ներկայացումների, շատ անգամ իրանք են սպոնսորում ներկայացումը, առանց դրա այդ ներկայացումը չէ, ինչ որ թույն գործ է, շատ մեծ։ Ու ես մի հատ վատվություն հիշեցի, որ մի անգամ արիում բաներ, միջոցառում էր, ու ես շատ եմ ուզում կնոջս հետ գնայի, ու ես ուրիշ կայքով էի տոմսեր առնում, ու նենց անհարմար կայք էր, լուրջ եմ ասում չեմ որ, միջև ես առա այդ տոմսը, միջոցառումը cancel եղավ։ Հետո գալիս եմ արի, ասում եմ բան, խայ cancel եղավ, ասում են ոչ մի հատ տոմս չի ծախվել, ասում եթե ծախվեր կլիներ, ասում են հա գոնե մի հատ ծախվեր։ Ուզում եմ ասեմ, ինչ Ticket System-ը ունի շատ հարմար հավելված։ Այնտեղ որ մտվեք, կարաք շատ արագ անեք, որ միջոցառումները cancel չլինեն։ Ու գնահատեք, դուք մեզ եք սիրում, մենք իրանց ենք սիրում, գնահատեք, որ իրանք առաջին մարտն, որ մեզ վստահեցին, որ հովանավոր են, ինչի շնորհիվ մենք գոնե մի քիչ ավելի երկար կգոյատևենք ու ուրախ ենք, որ նենց բանա, նենց product-ա, որը կայֆով կարան գովազդենք։ Ոչ մտեք Ticket System AM հավելվածից օգտվեք, լիքը կայֆ Հա, բանակ իրանք տենակ։ ստացի բանը, ներկայացումներ են առնում, այսինքն իրանք ֆինանսավորում են ներկայացումները, մի քանի ներկայացումներ արդեն ֆինանսավորում են։ Հա, դա ինձ absurd պահ էր, որ թատրոնում հա արդեն շատ է երկարացնում ինտեգրացիան արդեն դավազի podcast դարավ դրա մասին, բայց պրոստը խնդալու էր, որ նվերը սենց սաղ այդ ներկայացումներից կուրսի էր ու ես սենց նոր դու ինչ-որ բարից այդքան կոմպիտ։ Աբա չեմ հիշում Սեթոյի մասին ասես, Սեթոյի Գոջամանյան իր հետ են համագործակցում թե չէ։ Բայց в принципе, в общем, տենց լիքը մարդկանց հետ սկսել։ Ոչ, երկարացնում ենք այս podcast դարավ։ Ticket System-ը եմ, օգտվեք, իրանք մեր ընկերներն են, մենք իրանց, դուք մեր։ Դու հիմա գնում ես Arm Comedy Ռազագրևան ես։ Ես գնացի մյուս Ռազագրևանը, էլի սպոնսոր գտնեմ։ Ցիցիկները տուն եմ տողը։ Էսի բայց բան։ Այդ կլիպի Շատ լավ ժամանակ պերսոնաժ է, Կամիլին հղի եմ պատկերացնում խոսքի Մասովկից մեկը, սենց կանգնած սպասում եմ սիոմքին ու հետո տեսա դե որ սենց ձեռքը դրելա տուտուզես լուրջ Բայ, հադրել չես զգում դե բանա դրած։ բամբակա ֆրանսի սենց ասի կյանքս Ես տուտուզից դրեցի քիստի։ մեկա ջեմ զգում ասում եմ բանա գուբկայա Իսկ շոքում եք։ Չէ, ինչ չէ Okay. շոքա քեզ Լսի մի քիչ ավ ոնց։ խմել ես երեք Հա։ Այդա Իսկ դու Նայ, եւ որ տեկիլա ես խմում, եթե չխառնես։ Ինչը հաճախ չի ստացվում։ Բայց մենակ տեկիլայով հիանալի է, հաջորդ օրը Բայց բանը Նորմալ, առանց չխառնելը կաթացավ, դժվար է ամեն ինչ։ մեկ-մեկ, հա։ Ես ասել եմ արդեն Այլա Սերվասյանին ասչան, որ ես տեկիլան ջերմուկով եմ խմում։ Դու ջերմուկով սկսել ես ամեն ինչ խմել։ Կոֆեն է Իրոք ջերմուկով։ միքս ես անում, թե տեկիլան հետևից ջերմուկ։ Դեկա տեկիլա սոդա հայտնի կոկտեյլը, բայց սոդայի փոխարեն ես ջերմուկ եմ օգտագործում, որտեվ տենց այդ աղը ջերմուկի մեջի շատ Շատ բացում սազում է տեկիլա։ Հա, միքշել լայմի սոկ։ Լավ բան ես։ Այն որ սենց մի 4-5 հատ խմես ու շատ լավ է։ Բան փորձի, ոչ թե ջերմուկով, այլ ինչ որ բնական է ջերմուկը, էլի փորձի ստացված ինչ որ հանքայինով, որ լավ չէ։ սարքած հանքային լինի ջոկ։ Չէ, դա իրա մեջ աղ չկա։ Բնականա քեզ թվում է հենց բանը ջերմուկի գալերեայի այն բանը։ Չէ, բայց լուրջ է տենց ու մեկ էլ բորժոմիով հանքային փորձի։ ջուրը։ Ապա դե տարբեր համեր է։ Ինչ բորժոմի։ մի փորձ։ Դու վրացի ես, չէ՞։
որ Ուկրաինայի ապրում, ընդ Բորջոմին Sprite-ով Հա, չէ, Ահա, Sprite-ով փորձի։ Tequila boom, չէ։ Ապա ինչով ուզում ես Tequila փորձի boom. սենց ասի։ Կորածը, այդվող շատ բոտ, էպատաժնի կոկտեյլներ կան, Շատ, սամբուկա, սամբուկա որս տեսել էի ուղես պայթել է, որ ոռում են, ֆրծնում են, ջոկ։ Ես վերջերս խմեցի, բայց ես Հա? Ես հենց Այդ վախտերից է շամ խմում։ վառելով բանը։ Մի անգամ բանը, պապան սովետ մարդ է, էլի, տենց շատ տարիքով բանը, սենց ինչ-որ լավ կոնյակ էր, էլի, տենց տարել եմ, մտածում եմ պապայիս հետ կխմեմ, էլի։ Այն որ խմեց, սենց հա ձեն էլ չհանեցի, էլի, որ հին կոնյակ այն ինչ-որ բան, վերջում ասեցի, ասում հա դե։ Ուսը շատ տխրեցի այդ պահին, էլի, որտեվ բանը լավ կոնյակը պետք է խմես նենց մարդու հետ կամ ինչ-որ լավ խմիչքը, որ ինքը գնահատում է դա, էլի, պապաս вообще-պես չի կարող գնահատի խմիչքը։ Հիմա դու խմիչք գնահատող մարդ ես, թե չէ։ Հա, իհարկե։ Դզեց պապ։ Ես вообще Վերջին իմ խմած կոնյակը, որ անհնար էր չգնահատել ուղակի, Լուի 13։ Օ, այդ Դզեց։ ամենական կանյակներից։ Բաներ, ես մի անգամ Դա աշխատում էի կարևոր է, բայց որտեղ, հա, կա տես։ Հա, եթե կարևոր է, կարամ էլի ասեմ։ Չէ, բայց մի հատ էլ Բերլինի Ritz հոթելում։ Օրո։ Ես ուրեմն մի անգամ բան էի անում, ֆրանսիական Ասեմ ում հետ։ Չէ, Ավելի ավելի դուք մեսկեր սպալնին թե։ Բան, օպապապան նայելու ժամանակ։ Թողնվերի շոկ անցնի ասեմ։ Բաներ, ես որ բարմենական ժամանակներումս բան ֆրանսիական դեսպանատունում ինչ որ Դու բարմեն ես եղել։ 3 ամիս հա, առաջ։ մի 10 տարի։ Գժվում եմ բարմենները։ Ինչպես է բոլորը, դրա համար Բայց դարել։ բանը գեյ չի։ Հետո ով։ Ահա, բան, к сожалению, ես մի անգամ Ես միշտ ասում եմ բանը, ինչ որ մեկի մասին խոսում ենք, ասում գեյ է, ասում է դզեց, ավելի լավ։ Բան, ինչ որ մեկին քննարկում եք սասարով, ասում եմ դուրս գալիս է այս մարդը, ասում եմ բայց գեյ է, ասում եմ դուրս գալիս է։ Ինչ ես կակրած։ Էլ մի ծախի։ Արդեն ծախված է, հա։ Բայց ոչ ֆրանսիական դեսպանատան աշխատում ենք, մեկ էլ ընդից հանում են ինչ որ 200 տարեկան կանյակ բանից, ինչ որ պահած բաներից, դա մենք բարմենները ոչ չփորձենք բան, փորձում ենք վաշը խմելու, բայց չէ՞ դեռ շատ իրան պահելը շատ դժվար գործ է, այտենց բան կա, երբ որ դու հնացնում ես խմիչք, շատ սիրուն գաղափար են շատ դուր գալի, կոչվում է դոլե անգելով։ Այդ այն քանակն է, որը գոլոշյանում է։ Այդ ոնց որ բան Կոլումբիայից է եկել, որ այդ բանն է, թե Կուբայից, Հրեշտակների բաժին։ որ իրանք հետևում են, որ ալկոհոլի մոծաղ լավն է, այս հրեշտակների բաժինն է, որ իրանք պաշտպանում են, սիրուն գաղափար է։ Հա, դա քիչ է, բայց։ Դες даже ֆիլմ կար Դոլե Անգելով էր կոչվում, ոչ հարցն է, որ տիպը իրան պահպանել, ինչքան շատ ես հնեցնում, այդքան ավելի դժվար է, ու в принципе 20 տարուց ավել արդեն իմաստ չկա կանյակը հնեցնելու, ինքը դաշը արդեն պրոստը ասետ է։ Լավ, բացի մաքուր խմիչքներից կոկտեյլ կա, որ սիրում ես համ խմել, համ պատրաստել։ Ջերմուկ։ Բանը տարօրինակ ձևի ամենապարզագույն կոկտեյլներից մեկը Black Russian-ն եմ սիրում, որովհետև Պատրաստելը թե խմելը։ պատրաստելն էլ խմելն է։ Ինքը շատ պարզ բան է, երկու խմիչք ես պրոստը խառնում ես, տալիս ես, բայց այն գաղափարը, որ դու երկու հատ ալկոհոլային խմիչք ես խառնում, որից մեկը ոդկան է, ինձ դա ցածը որ դու sense կապուկ խմիչք ես տանում երկու հատ ալկոհոլային խմիչքից։ Դա ամենասիրած, հա։ Իսկ բանը Չէ, կներես, ժամանակին որ ակտիվ է աշխատում Կոսմոներ, որ իմ կարոննի կոկտեյլներ։ Կոսմոն։ Կոսմոպոլիտան, հա։ Հա, օքեյ։ Աշ երբես բան, սմենի։ Լինում ես գրին ռումում, չէ՞։ Ժամանակ չեմ ունենում, տենց Ափսոս։ մեր ընկերոջ բարում տենց նումերը աշխատում էի ես բարում, շատ եմ սիրում էլի ստոյկան ես։ Հա, ու տիպը գիտես ինչ բա է։ Ստոյկան, ես էլ շատ եմ սիրում ստոյկի S-կոմը, բաներ, open mic-ը։ Բարոն բարի մոտ պիտի նստես։ 100% Stand-up-ը բան, այդտեղ The Green Room-ում շուտ լինում է, ամեն 3 շաբթի, ու տենց գնում ենք աշը համել բան է, էլի, ինչ-որ բան է սարքում, ու միշտ առաջինն է գրում իրան, որը վերջինը կներես, միշտ վերջինն է գրում, որ համ երկար ելույթ ունենա, համ էլ մի արա է բան, երբեք ինչ ես հորինում։ Լավ եմ անում։ Բաներ, բայց կայֆենա որ բարի ստոյկից ես ելնում ելույթ ունենալու, որ բարի ստոյկից ես ելնում ելույթ ունենալու, ասես ելնում ես, ասում ես, բան, միջև որոշելը ծիծաղալու եք թե չէ, հիշեք, որ ես եմ դու խմիչները տալու։ Լավ մտածեք։ Ես ես վերջի open mic-ը էլի վատ վարեցի աշ։ Չես եղել, չէ՞։ Ինձ փոխանցել Առաջին անգամ էլ, չէ, միշտ տենց եմ վարում։ Գիտես ոնց է, ես շատ լավ կարամ վարեմ, բայց ինադու չեմ անում տենց։ Հա, Հա, լուրջ եմ ասում, ինադու չեմ անում։ այ Հաստատ ոստես կարամ, դրա էլի։ համար փող ստանալ։ Հա, կա տենց բան։ Սես լավ։ Դու բաներ, դու ասցին մի անգամ ինչ որ փոքր բարում ելույթ ունեցել ես, չէ՞, ստենդափով, տիպը մենակ մեծ արենաների վրա չի։ Հա, Վրաստանում stand-up stand-up կլուբում։ Լսի, Նատայի հետ Եպրիկյան։ Հա։ Նատան Բուխարիում ես ելույթ ունեցել։
Բուխարին։ Ստենդափ Բուխարին է։ փակվեց, չէ՞ ոնց որ։ Հա։ Ինձնից հետո չէ Չէ, ինքը պամուկա, բայց արդեն վրացիներին է անցել, արդեն ռուսները գնացել են, դրանք հիմա Սերբիան կարծեմ։ Նատան Եբրիկյան գրել էր իմ համար։ Ու բանը որովհետև մենք տարիներ անկերություն ենք անում, Նատան ինձ միշտ ասում էր, որ ես դե շատ ծիծաղալու եմ, կոպիտ ասած, համել իմ կյանքը ինչ որ տեղի է ունենում իմ հետ, որի մասին տենց շատերը այդքան չեն տեսնում, օրինակ ասենք մի օրս ոնց կարա անցնի, Նատան ասում էր, այդ ամեն ինչը ուղղակի պետքա գրել ու բարձրանալ բան, ես էլ կյանքում չէի կամ նկարել։ Ես կյանքում չէի պատկերացնում ինձ ստենդափ ժանրում, բայց Նատան գրեց ու դե իհարկե իմ ներկայությամբ իմ կյանքից ու իրար հետ։ Հա, ինչ որ բաներ տվեցիր իրան, ու ինձ ինքը շուտ կեքսա։ Հա, իրար հետ, հա, բան արեց։ Անենք հիմա։ Բայց շատ լավ անցավ։ Վրաստանում շատ լավ ընդունվեց։ Այդ նույնով ստեղել եմ ելույթ ունեցել, 2-3 անգամ ոնց է, հա։ Բայց արդեն բան համալիրում էլի։ Արդեն համալիր։ Մերոնք մի քիչ ավելի զուսպ էին էմոցիաների մեջ, քան օրինակ Վրաստանում, էլի, այնտեղ շատ ավելի բուրըն ու լավ ընդունեցին։ Այդպես տեմբրը իրանք Չէ, պրոստը ինձ բան է, էլի, ոնց որ իմ համար շատ սովորական միջավայր է, բայց հայտնի արտիստի համար ելույթ ունենալ զալի արչև, որը քեզ ընդհանրապես չի ճանաչում։ То есть երբ եթե դու Հայաստանում ես ելույթ ունենում, մարդիկ արդեն լավ են տրամադրված։ Դե Արսեն Գրիգորյանն, նայենք ինչա պատմում, բան։ Բայց դες հակառակը եղա, որ այնտեղ չէին ճանաչում շատ ավելի։ Իսկ ոնց խնդում էին։ Շատ այնտեղ լավ խնդում էին ծափերով, լավ արձագանքներով։ Դե կարող է հիմա։ Պլյուս այնտեղ շատ էր գալի հենց Սենսի մայքերի ժամանակ էտա, տիպը միշտ պետքա խմես, որովհետև կարող խնդալ։ Մերոնք ավելի զուսպ են։ մի քիչ գիտես ինչ բակա։ Ես դաժե մերոնք միշտ վերջում է բարձում, գիտես կարող է սենց դեմքով նայեն, կապ չունի ստենդափ, բայց չի լսվել։ Թե ինչ է, ինքը խնդացել է, բայց չի լսվել։ Հա, ինքը չի parել, բայց վերջում կարող է դուրս գալ, ասես ինչ լավ էր էս փառքը։ Լավ որ անցկացրեցին։ Նրանք ընկերներով գնացել տեխնո լսել, չկարչել ռեակցիայից։ Հա, հաստատ պետք չի կարչել։ Տեխնո լսում ես вообще։ Իհարկե։ Թույն, լիքը եղել ես երևի ստե հայկական տեխնոների։ Ну, մասան գիտես ինչ ձև։ Հա, դե parza։ Բանը, ստեի մասան պատկերացնում ես, գիտես, տեսել ես ինչ ձև է։ Այն որ մտել է ստեի մասան։ Ապա լավն է, բայց դրսի տեխնոն ուրիշ է, ստեինը ուրիշ է հաստատ, էլի։ Ու ընկերներով գնացել ենք, ես всё գնացի ակնոցներս դրել եմ, մեջն եմ բան։ Ու սենց ջոկում եմ ընկերներս կայնած են պրոստը, ասում տղեկ կայֆավատ արեք, բան, այսօր լավ օր է, ասում ահանում ենք ախպեր։ Սենց կիլիկա են խմում, սենց կայնած են, էլի մի 40 րոպե կայնել են։ Ես գնացի, parեցի մարդկանց հետ ծանոթացա, կուրիլկում եղա մի 5 անգամ բան։ Ու իրանք նույն ձևի կանգնած մնացին։ Բայց հենց տեխնոն տալիս է այդ ազատությունը, գիտես որ ոնց ուզես։ Դու կարող ես ուղղակի ուղիղ կանգնած լինես ու լրիվ մյուզիկի մեջ։ Ես հավոր չեմ սիրում այդ մյուզիկը, բայց ես մի երկու անգամ որ ռեյվերի գնացի, ես ինձ որ տիպը հա էս իմը չի, բայց ես շատ ուրախ եմ որ մարդիկ այսպես են ուրախանում, էլի որ այսպես իրանք իսկական ազատ, շատ կայֆ միջավայր, ինչ որ մեկը ընդե ինչ որ բան կերած հավայ բաներ է խոսում, ոչ մեկ դաժե իրան չի խանգարում ու ինքն էլ ոչ մեկին չի խանգարում, ուրիշ տեղ կռիվ էր լինելու։ Կարա բարի մի պահ հետո տենց բանը հորանջի նստի։ Ну, կարա, բայց 40 րոպե կանգնած մնա։ Այդ Դե կարող է 40 րոպեից 41-րդ րոպեն 41-րդ րոպեին եթե դիմացավ դուրս չեկավ, այդտեղից կինոն կարա սկսվի։ Այդ զսպասության մասին ես բանա, նույնիսկ վարելու ժամանակ ես շատ անգամ ասում եմ, էլի, որ կանոններից մեկը այնա, որ դուք բարձր խնդակ, որովհետև հայերը շատ են սիրում նենց լավ ժամանակ անցկացնել, որ ոչ մեկ դրա մասին չի իմանա։ Ու ես բեմից նայում եմ, ոնց են 30 հոգի, որս այսպես նայում, ու նենց տպավորությունա, որ ձենը անջատել են իմատել, ու մի քիչ ֆիդբեք տվեք Ջոգևիչա կատարում։ Ու բան է Չապլինյան ստենդափը։ Լրիվ Սևո սպիտակ։ Լրիվ Չկածեն, տակի մելոդիա է ինչ որ։ Բայց այդ սովորելու վրա է, որովհետև ես երբ որ 2018-ին նոր էի սկսում ստենդափով զբաղվել Մոսկվայում, այնտեղ նոր էր աուդիտորան սովորում դրան։ Այդ էլ է ինչ որ ժամանակ անցնում, ինչ որ մարդիկ սովորում են, որ պետք չի սпасել այն միակ կատակին, որի վրա դու իսկականից կխնդաս, որ հարգած կամասին բան չմտածի։ Ամեն դեպքում, նայ, մարդը, որը գնում է Չես մի քիչ կարող է շատ պահանջատիրական է գնում, այսինքն ոչ թե ինքը գնում է իր ժամանակի համար, գնահատական տալու, այլ ինքը գնում է գնահատական տալու համար, ու դրա համար կարա օրը կորցնի, զուտ այդ իմաստով, իսկ դրսում համենայն դեպս գոնե քիչ թե շատ տարբերություն եթե կա, այնա որ մարդը գնում է իր օրը անցկացնի, այսինքն մարդը գնում է թատրոն իր վայելքի համար, դա իր համար է, ու երբ որ դու քո համար ես ամեն մարդ լավ գիտի, չէ, իրան ինչը կուրախացնի։ Ես դրա համար մեկ-մեկ որ վարում եմ,
Հենց սկզբից բան եմ անում, ասում եմ, այստեղ բոլորը ասում մարդիկ գիտեք, ով ինչ է սիրում, ում վրա ինչը ոնց է ազդում, ինչ սիրում եք արեք, նկատեք մեջից, ինչ սիրում եք արեք, մենք այսօր լավ ժամանակ ու լույսերը այդտեղ անջատվում են։ ու հիմնականում լավ է անցնում։ Բաներ, մի անգամ Արիում dark stand-up show էր ու ինչ որ տենց շատ սխալ մասա էր հավաքվել, որ прям явно տենց սովորական արի եկածների չէ։ Dark stand-up-ը քեզ դուր կգա Ոչ, հաստատ։ հա, dark stand-up-ը որ ընդհանրապես արգելք չունենք, տենց մաքսիմալ բան է, որ green room-ը լավ է տենց, բայց green room ստուգած կատակներ չեն, իսկ ստուգած այն ամենաչորնի կատակները։ Ոչ, այս մասան եկել է, ու սենց прям вообще ձայն չկա, հերթով դուրս են գալի ու լավ կոմիկներ են դուրս գալի, էլի ամենաուժեղներից Վես տենց 4-րդը թե 5-րդը Էդո Օվսեփյանն է այլն, որ ամենախնդալու մարդկանցից է, որ կա вообще stand-up-ում։ Լավն էր Էդոյի չեմպիոնը։ Շատ, պետք է առաջ տանել չեմպիոնը։ Կիսվի story-ով հենց հիմա։ Ոչ, կիսվել եմ, բայց հիմա ունի նոր շոու, կարամ է կիսել։ Այսօր մեծ թեման է նոր հելել։ Բայց ոչ, короче, բանա Էդոնա հելում, ու սենց սպասում ենք, որ եթե ինչ-որ մեկը կարա փրկի է շոուն, Էդոնը հելում է, կատակները պատմում, ոչ մի ձեն չկա։ Մեկը Էդոն սենց անում, մեկի վրա սենց անում։ Այ դու, միած սիրյացդ կատակը կպատմես, որ ջոկեմ դու ինչ ես ուզում։ Ինչն է, էլի քեզ ծիծաղ։ Չէ, կատարում էլի вообще ռեակցիա չկա։ Բայց այդ վիճակները, որ իրանք ամաչում էին խնդրել, որտեղ մի անգամից հենց վարողը առաջի կատակներից նենց թեմաներ բերեց, որ սենց իրանք միակ ինչ այսօր է գնում։ Բայց որ ասում ես ես որ վարում եմ, ինչն ես վարում, ինչ նկատի ունեիր։ Դե stand-up չի, էլի։ Դա չէ, stand-up չէ, երեկոներ։ Կորպորատիվ երեկոներ։ Հարսանիք, ծնունդ, կամպանիաների իվենտներ, որտեղ մինչև 2000 մարդ կարա լինի։ Դզեց թույն։ Ու պատկերացրու այդ 2000 մարդուն ասեմ քեզ ինչ որ իմաստով ծիծաղեցնելը որտեղ ինքը stand-up-ի այսքան ժանր չի ու այդ մարդը չի եկել այդտեղ հումորի համար ինքը որ վարքյանի տակ սենց ոնց որ ավելի համեմես մի քիչ հումորով ու երբ որ այդ ստացվում է դրանից ավելի գժական vibe չկա հաստատ բայց բան է չէ անում մեծ աուդիտորիաներ հա բայց մեծ դու կայֆով ես ավելի կայֆով հարսանիք կորպորատիվներ շատ բան մեծ աուդիտորիայի հետ ավելի կայֆ բայց տղամարդ էլի 60-70 ավելի լավ են կոմպլիմենտներ անում հա բեղերով ինչ լավ ես վարում բայց իսկականից ամեն անգամ կայֆով ես ստանում, թե պրոստը գործա, որը դու քո բանն է, պատասխանատվության մասը։ Գործավորը իմ պատասխանատվության մասը, բայց քանի որ ինքը իմ ընտրած գործն է, ես գիտեմ իմ մեթոդները, թե ոնց ինձ գդիկ տամ, կոպիտ ասած, ոնց ինձ բերեմ հասցնեմ այն վիճակի մեջ, որ ես դա հաճույքով անեմ։ Իսկ բայց եղել է տենց որ խայտարակ լինես տուպը հենց բարից բունի մաստով էլի երևի էլի հիշի դա տենց կոնկրետ մոտրիկը եղել է ամեն օր ամեն հետ որ տենց խայտարակ լինե ահա որ պրям տենց ամոթ զգաս էլի նայ չէ ոչ թե տակից դուրս չգաս այլ ռեակցիայի խնդիր է այսինքն այդ նույն ստենդափը որ ես Վրաստանում արեցի հա այս սենց էր որ ծիծաղները հետո որ ստեղ ասին ինչ որ այս սենց ցավոտ զգացում ձենիկներ էր մտածեցի երևի ես ճիշտ էի մտածում որ ես ստենդափի հետ կապ չունեմ բայց հետո այդ շատ արագ է անցնում համենայն դեպս չէ ստենդափը նկատի չունեի ասենք հարսանիք վարելուց ինչ որ դու խոսում ես ոչ մեկ քեզ չի լսում բանը որ չեն էլ ուզում լսեն արդեն ինչ որ տենց վատ սիտուացիա նախ իմ ձայնը նենցա որ լսում են ինձ ամեն դեպքում հետո կա ամաչում եմ ես արծերը տանուց արդեն հետո կա մի հատ սենց բան, որ ես միշտ հիանում եմ մեր աուդիտորիայով, որովհետև բացառիկ տաղանդավոր են հայերը, նրանք կարող են խոսել են ընթացքում, երբ որ դու խոսում ես ու միևնույն ժամանակ լսել քեզ։ Այն որ քեզ թվում է քեզ չեն լսում, հետո վերջում պարզվում է լավ էլ։ Չէ, բայց այդ լսելուց էլ է գալիս։ Բայց մեկը, հա դե խոսքը այսքան նայած ինտոնացիան, ձայնը ոնց է տալիս, ոնց են անում, բայց ես չունեմ բարդույթ, նա երբ որ ես գնում եմ վարելու, դա իմ երեկոն չի։ Հա։ Հասկանաս, ես այնտեղ իմ մասին չեմ, ես այնտեղ տվյալ ասենք կազմակերպության բրենդի մասին եմ կամ զույգի մասին եմ, եթե հարսանիքա կամ հոբելյարի մասին եմ, այսինքն խնդիրը ես չեմ, որ ինձ պետքա օ վաու սենց լինի։ Խնդիրը այնա, որ այդ մարդկանց օրը վերածվի տոնի։ Հիմա այդ մարդկանց օրը, երբ որ տոնի է վերածվում, թե այնտեղ 10 հոգին ինձ լսեցին, 20-ը չլսեցին, ես բան չեմ, դրանց չեմ կոմպլեքսավորվում, որ
բայց ես ոնց էր, ես խոսում էի, այն 10 հոգին ինձ չլսեցին։ Պրոստը sense Որտեվ թատրոն չի հասկանում, ես որ իրան գալիս են որպես հանդիսատես նստում են ու այդ րոպեին քեզ պետք է այդ թատրոնի ժամանակ եթե լինի նենց որ հենց sense վեր կենան ներկայացումից գնան, այդ կարա ավելի խոցելի լինի։ Բայց party-ի ժամանակ երբ որ դու խոսում ես ու ինչ որ մեկը քայլում գնում է, պրիմիտիվ զուգարան է գնում, ես ոչ եմ նեղանալու դրանից։ Որ ասենք լավ խմել է, հեղուկը արդեն բան է։ Ցիրկուլյացիոնը սկսել է աշխատել։ Всё, լավ, ես ինձ տապակ հարցերս բրծա։ Բան է, էլի, причем Ես տենց ասում, բատ եմ պատասխանում։ Չէ, շատ լավ ես պատասխանում, էլի կսամ։ նայ, քո այդ էպատաժնի կերպարը, որ ամենտեղ դու sense մաքսիմալ էքսենտրիկ ես ու sense Որ մեկը։ Որ մեկը։ Ընդհանուր էլի, վայ, չեմ ուզում հիմա սկսեմ տենց, ման իսկ երբ որտեղից հայկել էլի, տենց փոքր վախտանից դու եղած տենց մարդ ես եղել։ Բայց ինչ որ պայն գալիս է, չէ, որ դու ասենք թե հիմա вообще այդ դրամալության մեջ ես, բայց քեզնից այդ է ակնկալվում։ Իսկի դու կարաս իրան տես բնականորեն խաղաս տիպա, չնայած հիմա вообще դրա ավեսի չունես։ Կամ կոմոդը չի առաջացնում այն խնդրեմ, որ ժող, բայց ես вообще-то ստեից դուրս նաև մտածող մարդ եմ, ապրող մարդ եմ, ես էլ իմ ցավեր ունեմ, բան անընդհատ ինձնից չի կարելի այդ ակնկալել։ Դու այդ խնդրեմի հետ չես առնչվում անընդհատ։ Դե առնչվում եմ, բայց այդ ժամանակ ես էլի աշխատում եմ իմ վրա։ Այսինքն այդ նույն հոգեբանական աշխատանքն է կամ ինչ որ բաներն է, որտեղ մեկ-մեկ լինում է, երբ որ ինչ որ մի անգամ չեմ հիշում ինչի հետ էր կապված, որ ասեցին կարծիք, ինչ որ կարծիքի հետ կապված, ասից հա, չէ, հիշեցի, լավ է հիշեցի։ Ուրեմն մեկը գրել էր մեր արտիստներից մեկի երկրպագուներից ինչ որ մեկը էլ ինձ գրել փաստորեն որովհետև մարդիկ շատ են վերջերս Փառք Աստծո զգացել իմ անկեղծությունն ու անմիջականությունը որ օրինակ ժամանակին բայց այդ զգացվում է իրոք կատակը մի կողմ դու շատ անկեղծ ես ու տենց մեկը ինչ գրել էր բանը փաստորեն դուք անկեղծ չեք այսինքն զգացել էր էլի ինձ ոնց պետքա վիրավորի դեպի ինչ որ մեկի հետ ընկերություն եք անում բայց նաև բեմում հումոր եք անում այդ մարդու հետ կապված եւ այլն շատ օքեյ է հա շատ օքեյ է պետք է դաժե տենց երեք Ես այդ ընկերոջը խնդիր չունեմ բայց տենց դա երկրպագոյա լրիվ հասկանում եմ իրան որ տենց պաշտպանողական եմ հաստորեն դուք անկեղծ չեք ու շատ ծիծաղալու էր որ ես առավոտը կարդում եմ այդ սենց որ հերոսը ձեռս սենց եմ ամ այ բալամ ջան իհարկե անկեղծ չեմ որովհետև հանկարծ եթե ես իմ անկեղծ կարծիքը սկսեմ ասել շատերը կնեղանան շատերը հա շատերը կարան նեղանան այդ թվում նաև գրողը բայց հետաքրքիր է այդ քեզ ավելի օգուտ կտա թե վնաս էլի որ քո իրոք անկեղծ կարծիքը ասես դու անկեղծ ես իտո մեկը անկեղծ ես բայց բաներ կա որ պետքա պահես էլի ես լրիվ օքեյ եմ դրա այդ որ պետքա պահես որովհետև ամեն դեպքում գոյություն ունի համակեցության կանոններ մենք ապրում ենք իրար հետ ու յուրաքանչյուրը պետքա յուրաքանչյուրի սահմանը հարգի ու դա բոլոր իմաստներով հասկանում ես դա կարող գործնականներ լինի այսինքն հիմա գործնական կարող ինչ որ մեկի ստեղծագործությունը ինձ դուր չգա ոնց որ իմը կարա ինչ որ մեկին դուր չգա թեպետ զարմանում եմ ոնց կարա տենց բան լինի բայց ընդհանուր առմամբ եթե ինչ որ մեկին դուր չի գալիս դա ես դա իմ անձնական տենց խոցելի մասը չի հասկանում լսելի պետք չէ էլի սարքել դա իր անցալելու ճաշակի ու ամեն ինչի մեջ է տեղավորվում հիմա իմ ճաշակի մեջ լիքը բան կարա չտեղավորվի ես մի քիչ ուրիշ բան ասեմ բայց ցրում դու չես ջոգում որ ցրում բանա ինքն էր դրա մասին չէ դու հա մտալ չէ ես ուրիշ բանի մասին ուզում ասեմ խոսքի նայ օրինակ իմ համար շատ հարմար է որպես ստենդափ կոմիկ որովհետև ստենդափ կոմիկից ակնկալվում է որ դու մաքսիմալ նենց վիճակում ես ոնց որ կաս մաքսիմալ դու ստեղ ես ու ռեալ ես ու ես օրինակ օրայի մոտ սկսում ու այն վատ օրերից այն որ դու միակ բանը որ ուզում ես շուտ քնես որ այսօրը պրծնի բայց ես այդ օրը ելույթ ունեմ ես կարամ իջնեմ ու ասենց այն քաքի դեմքով ելույթ ունենամ ու այդ օքեյ է ոնց կա այդ ու դաժե կարող ավելի խնդալու լինի նայած որ ես ասենց ջղայնացած եմ իամն կամ տխուր եմ բայց փորձում եմ հումոր անեմ այդ կարա որպես էֆեկտ լինի բայց քեզ ես չեմ պատկերացնում որ դու քո օբրազից դուրս գաս ու ասես գիտեք այսօր իմ մոտ ոռի օր է բայց հիմա լսեք բան ոնց է չէ ստեղ ինձ օգնում դու միշտ պետքա խաղաս հա ստեղ ինձ օգնում է իմ դերասանական կրթությունը որովհետև երբ որ թատրոնում երկար տարիներ խաղում ես իսկ ես երկար տարիներ ռեպերտուարային դերասան եմ եղել այսինքն մի օր ես խաղում հաջորդ օրերին ես խաղում ու դու նենց չի որ ամեն օր այդ նույն ոգևորվածությունը ունես բայց ինչ որ տեխնիկական չգիտեմ մեդիտատիվ շնչել արտաշնչել մի երկու վարժություն անել ոնց որ ինչ որ ձևերով ինքդ քեզ միացնում ես բերում ես համապատասխան
կարգավիճակի ու անում ես գործդ։ Вообще հակված ես Մի քիչ դեպրեսիան։ բժշկի է նման, շատ ճոխ եմ ասում իհարկե, այդ չի հարցը։ Բայց պատկերացնես բժիշկը վատ տրամադրությամբ ինչը հաճախ կարա լինի, հենց նույն պացիենտի Իսկ պատճառով։ դու մենակ միշտ պատրաստ։ Հենց նույն պացիենտի պատճառով, բայց ինքը իր տրամադրությունը չի կարող առաջին պլանում դնել վնասելով պացիենտին։ Հիմա նույնը ես չեմ կարող իմ տրամադրությունը բերել առաջին պլան վնասելու համար հանդիսատեսի այդ երեկո։ Չէ, դու շատ լավ միտք ասեցիր ես վերջս մի հատ բան էի նայում քո հետ հարցազրույց, որ ասեցիր բեմը այդ ավելի շատ բժիշկ ոնց որ բժիշկ լինի, էլի։ Նու դերասանը բեմով բժշկվում է, Այո, կա այդպես։ ֆիզիկապես եթե դու առողջ չես, ինչ որ խնդիր ունես, բեմը իրոք կարա քեզ բուժի, այդ միտքը որ ասեցիր, ինձ շատ դուր եկավ այդ միտքը ու հանդիսատեսի համար թե Չէ, Իմ դերասանի, այսինքն բեմը որպես ելույթ ունեցող։ Հիմա օրինակ որ ասում ես այդ տրամադրությամբ գնանք քաշվել եմ ասում էլի։ Բան Ես մատերս խաչել եմ։ կղիկ տրամադրությամբ որ գնացել ես, սկսել ես ելույթից առաջ ու հետո ուրիշ ես չէ եղել։ Իհարկե, Հետոն ավելի լավ չէ։ Դու այդ սաղել գիտեմ, հա, իհարկե ավելի թեթև էին զգում, բայց նաև եթե դու ֆիզիկապես դաժե հիվանդ ես, դու ելնում ես բեմ սաղանցնում ես։ Այդ պայն քանի դու ելույթ ես ունենում, դու ամեն ինչ կարաս։ Դենս մեխանիզմներ են միանում, fight or flight reflex-ն է անում։ Օ, կստացի, իմ վրա մի հատ օրինակ բերեմ, ես վերջերս Arm Comedy stand-up-ներ բանը ռազագրև էինք անում ես ու Աշոտը, ես շատ վատ ռազագրև արեցի, նու տիպը կարայի ավելի լավ անեի հաստատ։ Չեմ պատրաստ։ Բայց հա, ռազագրև չարեցի կոպիտ ասած, հա։ Ու գիտես ինձ որ միտքը դուր եկավ։ Դրանից հետո ինձ շատ ասեցին, տիպը դաժե այտենց ճուժոյ մարդիկ որ вообще կապ չունեն դրա հետ, կապ ունեցող մարդիկ ովքեր եղել են այդտեղ։ Վերջան ինչի տենց։ Հա, ինչի տենց արեցիր, բան։ Ու ես հասկացա որ լավ արեցի։ Տիպը բանը, թող մարդիկ թող Նարեկը ու Սերգեյը այս դեպքում էլի, այսինքն այդ stand-up անողները թող տեսնեն, որ stand-up-ը այսենց էլ է լինում։ Տիպը դու կարաս դու զգաս ու փակես գործի մեջ։ Դու շատ բան էիր։ Դու այն ինչ որ դու անում էիր, ինքը շատ սիրոյ վիճակում էր։ Հա, շատ սիրոյ։ То есть եթե դու ասես ես արեցի ինչ-որ շատ Բայց ես ասեցի որ պատրաստված չէի։ Չէ, ուզում ասեմ որ stand-up-ը տենց ներկայացնել որպես սիրոյ բան, այդ Չէ, ես ժիվոյությունն եմ ասում որ կոմիկը կարա բեմի վրա ասես դառնա։ Նայ, համ բահավնվերի հետ եմ համաձայն Աշոտ, համ քո։ Մենք ժամանակաժանակ Որովհետև երբ որ օրինակ Էդոյի չեմպիոնից չէ խոսացինք, այսինքն դու երբ որ գնում ես չեմպիոնը նայում ես, քո մոտ տպավորությունն է որ ամեն ինչ հենց այդ րոպեին է ծնվում իր համար։ Բայց դու հասկանում ես որ 3 տարի մարդը աշխատել է։ Ժիվոյ չես նայել, չէ՞ չեմպիոնը։ Ժիվոյ եմ նայել։ Եղել ես բանում նկարահանմանը եղել ես ժիվոյ։ Օ, ես էլ եմ եղել, կարող է դու հիշես այդ պահը, որ մի հատ պահ եկավ, երբ Էդոն խոսում էր ու հասկացավ, որ էսի վերջն էր։ Էս շուտկի վերջի բառն է, էլ վсё էլ։ Ու հիշեց, որ էսի վերջն էր, հենց տենց էլ ասեց ու տենց բրծավ։ Այդ ժիվոյ պահը։ Կարող է հիշես, որ մի պահ եկավ, երբ սխալ բան ասեց ու այդտեղ պետքա պալիոբոմը կդրվի էդի։ Ու հիմա կդրած է էդի։ Բայց այդ ժիվոյ պահը մեկա չի կորել։ Այսինքն ինքը ճիշտ կարում է իրան բերել։ Դա ասում, այսինքն դու հասկանում ես, որ մտածում ես այդ րոպեին է ծնվում, բայց ինքը մեկա պլանավորած բան է։ Հիմա դու պետքա հարգարժան լավ պատրաստված լինեիր ելույթի համար, բայց նաև համաձայն եմ քո հետ այն իմաստով, որ ժանրը ինքը կարա անենց լինի, կարա, որ իսկապես բան չլինի։ Պրոստը բան է, ոնց որ Եվ հետո կարող է ինքն էլ ավելի դիլիկատ է մոտեցել հարցին, այ փեշերս քո իխեմ քո բայց բան է, կարող է մտածել է ինքը թույլ լինի, որ ում համար հաստատ, որ դողեր դավն ավելի խնդալու։ Դրանից առաջ ես նվերին ես ֆալշ կերքեմ, որ տենան դուք ինչ լավ եք։ Ես նվերին էի բացառում, որ ռազագրևը ամենա ոնց որ թեթև գործն է, որովհետև կամ դու իրան լավ ես անում ու զալը տականում, ու լավ անկանում, կամ այնքան վատ ես անում, որ իրենք անհամբեր սպասում են, հա, մեկա լավ։ Ամեն դեպքում դու քո գործը անում ես։ Մեկա ելքը լավ է։ Ինձ թվում է պետք չէ խմել պրոստը նախորդ օրը, չէ՞ առավոտ համել։ Նայ, եթե նախորդ օրը խմել ես, կամ հաջորդ օրը պետքա խմես համապատասխան ալկազելցերներ, ու չգիտեմ լիքը ջուր եւ այլն, ինչ որ մեթոդներ կիրառես, կամ էլ հենց հաջորդ օրը չորոշես, որ չեմ խմում ու վերջ մի բաժակ էլի խմես։ Ճիշտ է, հա։ Ու խմած կամ Այսքան։ Ահա, դե հիմա դեպք պատմի, երբ խմած ես դուրս եկել բեմ ու տենց ինչ ա եղել։ Խմած Բայց խստ բանում նենց ոնց որ ինչ որ շատ արտարոց բան է։ Չէ, արտարոց չի ոնց որ մի 50 խմած։ Բայց նա ինչ ձև է հիշում, չի հիշում տենց դեպքեր։ Չէ, բրամ խմած։ Չէ, խմած։ Չէ, հարբած չէ, էլի, օրինակ շատ ա եղել ներկայացումների կուլիսում ա եղել եմ, տեսնում եմ, կոնյակա դրած, մեծ 50 գցեց, դերասանը հելավ բեմ։ Հա։ Okay, Ես այդ չունեմ։
Չունես։ Չէ, չեմ ասում երբեք այդպես Չունես բան չի կոնյակը։ եղել։ Չես կոնյակ չունեմ, շամպայն է լինում։ Նայ, ոչ թե ասում եմ երբեք այդպես բան չի եղել, այլ ես ճիշտը գերադասում եմ առանց խմիչքի։ Հասկացա։ Ինձ այդպես ես ավելի ապահով եմ Հա, զգում։ հա, հա։ Վարելուց մի բաժակ, երկու բաժակ խմում Հետները, եմ։ հա, Հա։ տենց։ Ընթացքում։ Որտեւ այդ ուրիշ մի քիչ ֆորմատային, Հա, այսինքն հա, դու ավելի տենց ինտերակտիվ շփման մեջ ես, հետո գոնե կարող են որ մի բաժակ խմես հասկանալու համար իրանք ուր գնացին, ոչ Ճիշտ է, ստացվի հա, իրանք հա, գնացել են, դու մնացել ես հա, ինչ որտեղ։ Ճիշտ ես ասում։ Հա, ես որ նոր եմ սկսում, բայց տենց խաղալուց այդքան չեմ ես սիրում։ որ նոր եմ Կարող է սկսել open եղել mic-երի գնալ, բայց տենց Եղել է, եղել է։ Մոսկվայում տենց սկսել եմ open mic-երի գնալ, գալիս էի, մի 50 խումբ էի, ելնում էի բեմ։ Բայց Մոսկվայում խնդիրն է, որ ես ելույթում եմ ամեն օր 2-3 անգամ։ Ես շփայից ես մտածում եմ, սենց որ գնա, ես ավելի շուտ կմեռնեմ, քան թե հայտնի կդառնա, որ հասցնեմ բուժեմ, ես ինչ որ անում եմ հետս։ Հա, ու տենց բան կա, որ հյուրասիրություն ունեն կոմիկները, էլի հիմնականում։ Չէ, դա հյուրասիրություն Կար։ չէ, առնում էի։ Ու խնդիրն էր, որ համել որ երբ որ դու քեզ սովորացնում ես, որ միշտ 50 խմած ես, դու սկսում ես մտածել, որ այդ շատ կարևոր է քո համար, որ դու առանց այդ դու իսկական չես, որտեղ դու չես կարողանալ հրաժարվես։ Հիմա իմ համար շատ պրինցիպիալ է, որ եթե ես պրոստը open mic եմ, ես պրինցիպիալ չխմեմ, կարող է ինչ որ նկարանումից կարող է առաջ 50 խմեմ, որտեղ դա շատ կարևոր է, որ ես կառավարեմ ներվերը։ Իսկ open mic-ի վաղ եթե ինչ որ բան սխալ գնա, օքեյ, ոչ մի ցավ թքած ունեմ, էլի մեծ մասով։ Դա համար ինչ որ բանի ես այդ հստակ դրեցի, որ պրոֆեսիոնալիզմի հարց կա, որ չի գալիս հրա վրա շատ հենվել, որտեվ հետո դու տակից չես դուրս գալու ամեն դեպքում։ Թե չէ, հաճելի է։ Նա մի հատ ներկայացում կար ինչ տարբերություն էլի։ թե ում հետ որ խաղում էինք, այնտեղ գժվում է ես այդ Բայց ում հետ էիր ներկայացման խաղում։ համար, ինչ տարբերություն։ Այո։ Լուիզան Ներսիսյան, Դզես։ Արշալույսը, Այո։ Արշան Հարությունյան, Նազենի Հովանեսյան եւ Լիլի Էլբակյան, այսինքն Նազենի եւ Կայֆ։ Լիլին նույն դերի վրա են, տարբեր ժամանակներում խաղացել ենք իրար հետ։ Ես էլ ռեժիսոր էի խաղում, աշխարհի ամենալավ դերերից մեկն էր։ Հետո մտնում էի բեմ, ծիծաղում էի, ջուր էի խմում, մոտ 2 լիտր, պատկերացնում ես օգտակարություն։ Վերջում էլ ծափահարությունները ստանում դուրս էի գալիս, այն ինչ սիրում եմ։ Դե, լավ դեր ա։ Ծիծաղ ջուր ծափ, տենց։ Ու դե բնականաբար, այսինքն մի անգամ ա եղել, այ որ ինչ որ չեմ հիշում, նենց էր ստացվել մի քիչ խմած էի, մենակ այդ օրը ինձ հանդիսատեսը չի ասել, ես ինչ տրակած էի, իսկ մնացած օրերը, քանի որ տենց կայֆի տակ էր, էլի կերպարս ընդհանուր առմամբ, միշտ ով լինում էր, այն որ տենց ասում էր ինչի տակ էր, այդ ինչ էր արել, որ բեմ էր բարձրացել։ Այսինքն երբ որ դու տրեզվի ես խաղում խմածի օրինակի համար կամ չգիտեմ, այնտեղ ծխածի, դու կարես շատ ավելի էֆեկտիվ լինես, քան եթե հենց այդպես լինես։ Խմածը օքեյ, հարմար է։ Ինչ տարբերություն։ Չէ, բայց բանը տեխնիկապես, հա, ծխած։ Սուշնյակ ես անում։ Դե այնտեղ չկար տենց կոնկրետ որ հենց ծխած է, բայց հասկանալի է, Կայֆ որ է, կայֆի տակ է, հա, հասկացա։ ծխած։ Զսպելով։ Հիմա ինձ էս Այնտեղ մի հատ նամականում տեսարան զսպի կար, քեզ նվեր այդ նկատի։ Այնտեղ մի հատ տեսարան կար, որտեղ ես պետքա սկսեմ շատ տենց անսպասելի ու միանգամից ծիծաղել ու երկար։ Ու տենց մի քանի րոպե։ Ու Կամիլի ձենով։ Չէ, Կամիլինը չէր, այդ մեկ ուրիշ ձենով էր։ Բայց այդ գալիս էր զսպելով, որ ամեն ինչ անում էի, որ հանկարծ չծիծաղամ, Ես շատ եմ սկսում էի խնդրում։ ծիծաղալ։ Այսօր էս եթերի ընթացքում Կամիլի ձենով ոչ մի բան Խոսա։ չէ, դե բանն էր, այդ երեք պրոստը որ շատ նայեցի։ Ինչքան հաղորդման եղել ես։ Միշտ ինչ որ մի բան ասել է, չէ։ ասել ես։ Այսօր հա մի մոմենտ եղա, որ ուզում էի ասել, այնա զսպեցի։ Չէ, եթե տենց պահը գա Կարամ առանց իրա ձենով, բայց արդեն հումոր։ խոսած իրա ձենով է, կամ առանց Կարամ առանց իրա ձենի, բայց հումորը ասեմ։ Ես կխոսամ գոբոբարան իրա ձենով։ Լավ կներես աշխոսեմ։ Չեմ։ Դες շատ բան ես նստած զադում չի նստած։ Ես բանա, ես դու явно ինչ որ լիք հետաքրող ես հարցերն ես, ասես սպառվես մի քիչ։ Այնքան խոսած Մոսկվայից, հետո սենց տխուրս մեզ ուրեմն։ Հիմնականում Չէ, պրոստը ես ուզում եմ մի քանի Արոտել է։ ես ուզում եմ մի քանի հարց տամ, բայց ոնց սրա լոգիկայի մեջ չի մտնում, ես սպասում եմ նվերը միած սպառվի։ հիմնականում մի ժամ հետո ենք բացվում սենց էլի ես շուտ եմ սկսել ինչ որ։ Ոչ, մա, ես գտես չէ ուզում հարցնել, դու բանա մեդիտացիաներից ես խոսում, դու ամեն օր անում ես մեդիտացիաները։ Այո։ Ինչքան ժամանակ է արդեն։ Մի տարի ու կես։ Ամեն օր։ Օրեր են լինում, որ բաց եմ թողնում։
բայց հիմնականում ամեն օր։ Օրը 2 անգամ 15 րոպե։ 15 րոպե։ Կոնկրետ ժամեր կա, հա։ Կոնկրետ ժամեր չկան, ցանկալի է առաջինը արթնանալուց հետո։ Հա, երկու անգամ տրանսցենդենտալ մեդիտացիան է, բանա, երբ որ բանը ցանում, չէ՞, ինչ որ միտք ես վերցնում, ինչ որ կամ մանտրա է, որի վրա ես դու ֆիքսվում։ Հա, մանտրա է, որը կրկնում ես։ Հա։ Ես ինչ որ բան անում եմ։ Երկրորդը ցանկալի է մինչև մայրամոտ, էլի, երեկո։ Ու շատ բան է անում, կստացի շատ ինձ թարմացնում է։ Ես բանը Ջերի Սայնֆիլդի ինտերվյուին այում, որտեղ ինքն էլի ասում էր, որ առավոտը արթնանալուց է ինքը անում ու երեկոյան, որ ասում ոնց որ առավոտ արթնանում եմ, ես ինձ հոգնած եմ զգում, ու մեդիտացիայից հետո ես իսկականից ոնց որ ուժեղ եմ գալի, հա։ Ես մեդիտացիան օգտագործում եմ ավելի շատ ֆունկցիոնալ, երբ որ իմ մոտ խոճապի նոպաների պերիոդ էր։ Այդ ժամանակ ես սկսեցի այդ պրակտիկան ու ինքը ինձ օգնեց, հենց անցնում էր, ես թարգում էի, տենց հետո ինչ որ ժամանակ մի քանի տարի հետո նորից սկսում էր, ոնց որ իրան որպես գործիք եմ դիտարկում, բայց ամեն օր ես այդ դիսցիպլինան չունեմ, որ ես ինձ ստիպեմ պրոստը Բայց նստեմ։ այդ երևի Ես էլ եմ որպես գործիք դիսցիպլինայի հետ գալիս ես դրան, էլի, որ ուզում ես դու անես։ Չէ, կա որ չես ուզում, բայց երբ որ անում ես, ոնց որ յուրաքանչյուր բան stability-ին կոպտեսած քեզ օգուտ է բերելու։ Հա, որտեղ որ կարող լինի որ ցանկություն չունենաս անելու, բայց հենց այդ դաստիարակչական մասը որտեղ մոտիվացիան հիմա շատ է, չէ՞, տենց ակտուալ մոտիվացիան ինձ թվում է 21-րդ դարի ու այս ժամանակաշրջանի ամենակարևոր երևույթներից մեկն է, որը շատ գնահատելի է, բայց ինքը մեկը կարա էйֆորիկ բնույթի լինի, սպառվի։ Գիտես ինչ եմ անելու, էսի ռիլ եմ կտրելու մոտիվացիոն sense վերնագիր գրեմ, մոտիվացիոն Արսեն Գրիգորյանից։ Իսկ ստաբիլությունը պահելը, հա յուրաքանչյուր բանի մեջ ավելի պրոդուկտիվ կարա լինի։ Հա, տրեներս էլ ավելի կարա մոտիվացվեմ ինչ որ մի հատ բանով, գաղափարով, իդեայով, ու իմը շատ է լինում։ Նենց եմ իրան պատկերացնում, որ ինձ թվում է արդեն արել եմ դա։ Ու էլ պետք չի, հա։ Ու այդքան բան, հա, շատ տարածված բան է։ Ես մի պահ եկավ, որ չէի հավատում։ Արել եմ, ել չեմ։ Արդեն կայֆը ստացել ես, ինձ եմ անում, հա։ Դե այդտեղից է գալիս, որ ասում են մի խոսա, ինչ պետք է անես, շատ ու մոտ պետք չի մի խոսա, շատ մի խոսա, ինչ որ։ Հա, որ կայֆը չստանաս, որտեղ ոնց որ ես գամ ասեմ, արսենց բանը, դու օրես ինչ լավ բան ստացա, ոնց որ ես կայֆը ստացա։ Բայց ես տակում մեկա խոսում եմ, ոնց որ ես ավելի շատ ես ինվրով էի ասում, որ մարդկանց հավաքեմ, որ տիպը թիմը հավաքվի, համաձայն եմ։ Բաններ մեկ։ Որտեղ մեկ-մեկ չեմ խոսում, հետո չեմ կարող ասեմ, որ հիշում ես, որ ասում ասում եմ։ Ճիշտ է։ Դրա համար ես էլ մեկ-մեկ ինչ որ բան է գալիս, ասում եմ։ Անք հետո տեսնում եմ, չեմ կարող։ Եթե պետք է հիշացնել, հիշում ես, որ նստած ենք, ուզում էի ասեի, հիմա պատկերացրա ասել եմ։ Հետո ես երբ ինչ որ իդեա է գալի, ինչ որ պրոյեկտի կամ ինչ որ sense կայֆ բանի որ կարող լինի, ես դաժե դեմ չեմ, որ ես դա ասեմ, որ եթե չանեմ, ինչ որ մեկը տես կմոռանա, որ ես ասել կանի ու գոնե կիրագործվի, որովհետև շատ անգամ ես օրինակ առաջարկում եմ red carpet-ի փոխարեն green carpet անել։ Հա։ Չարվեց ու դրանից մի ամիս հետո կամ չեմ հիշում ինչքան ժամանակ հետո պրոստը որպես գործ թե ինչ որ միջոցառում է այսօր։ Չէ, միջոցառման red carpet-ը ուղղակի green անել, խոտային անել, այսինքն էկո carpet անել, կոպիտ ասած։ Kids vibe-ի մեջ։ Ահա։ Դրանից հետո խորհրդանշում է, չէ՞, տենց ինչ որ բան կա մեջ, խորհուրդ կա։ Դե հա, բնականաբար, բայց բանը է, ես տենց մտածում եմ, որ կարելի է էկո carpet անել, որը չարվեց, ու հետո մի քանի շաբաթ հետո դրանից Մեդ գալան արեց այդ էկո կարպետը, որ ես չէի լսել հենց այդ։ Չէ, ինչ որ մեկը կարող է քո կողքներ լսել ու տես ասել է հենց իրանք, այսինքն կարծում ես իրանք 2 շաբաթ առաջ էին այդ մտքի եկել։ Չվստահ եմ, որ ավելի շուտ է իրանք մտել։ Բայց նայ այդ պահը կա, միտքը գաղափարը եղել։ Ես չէի հավատում ախորպես ոդկասթին։ Պահ կար, որ չէի հավատում էլ։ Տիպա Աշոտին ասել եմ, էլի չեմ։ Ինչ որ բան, ընկճված վիճակ էր բան, ու այս վերջերս հասկացա, որ չէ, բրատ, օքեյ է, էլի։ Այդ բանն է, ստաբիլությունն է, այսինքն։ Ինքը որովհետև էйֆորիան դες կարա այն բանը անցնի, բայց ստաբիլությունը պահելը հիմա էլ այդ կայֆով չեմ, ինչ ճիշտն է, չխափեմ էլի մարդկանց։ Այն որ մի տարի առաջ էինք նկարում, այն որ ես կազմակերպում էի sense էնտուզիազմը չկա։ Հա, էլ չկա, այդ drive-ը էլ չկա, բայց հիմա կա ուրիշ կայֆ արդեն, ուրիշ drive կա, որ քո հետ շփվում եմ, ոնց որ 1000 տարի ճանաչում ենք իրար։ Բայց առաջի անգամ ենք այսօր տենում իրար, էլի իրականում։ Իմացեք, այսօր ես ու Արսենը առաջի անգամ ենք տենում։ Այդ որ դու ասում ես, այդ շատ հետաքրքիր բա,
որը երաժիշտներին սովորացնում են հատուկ, որ երբ որ դու ինչ որ համերգ ես, գիգ ես պատրաստվում, դու այնքան էմոցիա ես դրա մեջ դնում, ու հետո հենց համերգը վերջանում է, քո մեջ դատարկության։ Լոբոյ մարդ, որ ելել է բեմ, գիտի այդ զգացմունքը, երբ որ դու մի հատ վերջացնեմ։ Երբ որ դու Սևակը հա վերջացրի։ Սևակներ ասում վերջացրը։ Երբ որ ոնց որ այդ համերգից հետո այդ դատարկությունը որպես իրանից խուսափես ակադեմիկ երաժիշտներին սովորացնում են իրանք միշտ ոչ էմոցիոնալ են, չէ՞, գալիս է որ սիմֆոնիկ համերգի բեմ, իրանք երբեք ջազմենների նման ոնց որ sense կայֆ չստան, իրանք միշտ sense շատ ակադեմիկ դեմքով նվագում են, գնում են, իրանք սովորացնում են այդ զսպվածությունը, որ ոչ շատ տենց էմոցիա ունեցի առաջ, որ ոչ էլ շատ հիասթափություն ունեցի, միշտ sense միջին, միշտ համերգը վերջանում մտածի մյուս համերգի մասին, միշտ շարժվի առաջ։ Ու ես այդ մտածելակերպը նվերին ասում եմ, որ մենք պետք է ինչ-որ բայից սկսենք դադարել մտածել, որ ամեն էպիզոդը կարևոր է։ Ոնց որ մենք այս արդեն սրա մեջ ենք, մենք արդեն ոնց գնում է, արդեն ինչ նախատեսել ենք, այդ սա կարևոր չի, այս պետքա վերջանա, հենց վերջացավ մենք արդեն պետքա մտածենք մյուսի մասին, արդեն այս անցել է, որտեղ հենց դու սկսում ես սրա վրա մնալ, դու սկսում ես սպասել երբ այնքը դուրս գալու, բա ինչ կգրեն կոմենտներում, բա էսի 20000 կավակի, թե 10000 կավակի։ Էլի յուրի մոտ։ Ինչու՞։ Չի կարելի։ Բայց արդեն ասել եմ, թող, արդեն արծի առաջ։ Էսի չկտրեք։ Մեկ էլ օրինակ մի հատ բան կա, այս ուղղակի որպես խորհուրդ, ես չգիտեմ դուք ինչքան երկար եք պատրաստվում Ես գնաք։ սիրում եմ խորհուրդներ։ Բայց բանը հարատևությունը եւ երկարաժամկետությունը հաջողության հաստատումներից մեկն է։ Դա էլ է ես որը մեզ մոտ մեր հոգեբանության մեջ նստած չի ու լյուբոյ ասպարեզում նստած չի հիմնականում չեմ ասում դա բացառապես վերաբերում է բոլորին 30 տարի անես ամիսը 1 քան 3 ամիս անես ամեն օր էլի հա չէ կարաս 30 տարի անես ամեն օր էական չի բայց ավելի լավ է 30 տարի հա ես որ նոր եկե բանը այս տարի ախորպես ենք անում բանը մեր քուրնա օրինակ չգիտեմ այն որ sense անընդհատ նույնը ամեն տեղ կա ես հասկանում եմ որ կարող է մեր փոքրությունացա մասշտաբի եւ աուդիտորիայի իմաստով որ մարդիկ միշտ թարմություն են որոշում տալ բայց անգամ ռեստորանները այսինքն դու կարող ես մի տարի հետո գնաս ասեն մենք նոր մենյու ունենք ախպերան բայց ես չեմ ուզում նոր մենյու պատճառով օրինակի համար ես եկել եմ տվյալ ուտեստի համար ու այս հենց նենց պատրաստված Թե որտեղ էլ են անում, մեկ էլ նոր ձև են պատրաստում։ Այո, մեկ էլ ինչ որ նոր ձև։ Շատ անգամ ալինում, որ էլ չեմ գնում այդ նույն տեղը, որտեղ խմիչքը ինչի է կրում ամեն ինչին։ Տրադիցիաներ են, 300 տարի նույն բանն են անում։ Նույնն է։ Դու ոդկան, դե լավ ոդկա, բարձր, այդ չի քննարկվում, բայց ինքը նույնն է, իր տված էֆեկտով, չգիտեմ, ամեն ինչ։ ասեցի ուտելիքները, ասես դու կշտանում ես, հետո ինչ կլինի։ Համային բաները բան տարբերվում է, էլի պետք է, եթե դու այդ ես սիրում, այդ ռեստորանը քեզ տվել է, պետք է պահի էդի, հա։ Այո։ Բանել չեմ գնում։ Տենց հատուկ են ռեստորաններ կան մեզ մոտ։ Հա։ Ես որ նոր եկել, գիտեմ, այսինքն 20 տարի ա գնում եմ ու համից սկսած ամեն ինչ նույնն է ու շատ սիրում եմ։ Շատ քիչ են, հա։ Ես որ նոր եկե բան ախորպես նվերը ժամանակ իր ուժերով էր սաղանում ու ես եկա ու ասացի նայեք ինչ որ դանդաղացնում ամես, ինչ որ մեզնից փող ա խլում, այդ սախ անենք։ Ես հելա։ Մոնտաժ չանենք, ոչ մի մոնտաժ չլինի։ Փողի թե դանդաղացնում։ Դանդաղացնում։ Չէ, նվերը դվիժոկն է։ Ոչ, ինչ որ մեզ մոնտաժ չանենք։ Ոչ մի բան չեն կտրում, որովհետև ամեն կտրելը երկարացնում է process-ը։ Մաքսիմալ էժանացնենք։ Ոչ մի բան, որ ինչ որ մտածում եք գրաֆիկա ավելացնենք, սա հանեք, որովհետև մենք պետք է ասենց գոտիներս կշտած մի տարի էս անենք, որ ինչ որ արդյունք լինի։ Ու մենք մոտ մի տարի այդ ժամանակից արեցինք, մինչև սպինը մեզ դիմեց ու առաջարկեց, որ մենք ստեղ գանք նկարենք։ Դες այդ մի տարին պահանջվեց, որ մենք ստաբիլ աշխատենք, բան, ինչ որ մեր կողմից էլ ներդնենք բան էս կողմ, բայց մինիմալով։ Այս հասկացա գովազ ես ուզում անես։ Բասի ես անում։ Չէ, արդեն արեցի։ Սա նշանակում է Արսեն։ Սպինի, ես առաջին անգամ չեմ այստեղ։ Հա, Սպինում ես էլ ես որ Նազանի։ ճիշտ է, ես որ նկարեցի վիդեոն քեզ ուղարկեցի, հետո հիշեցի, որ դու եղել ես բան Ազիմոն։ Իդեպ եթե Արսեն Գրիգորյան ջան, եթե դուք ունեք ինչ որ հաղորդման իդեա, որ կուզեք նկարանալի Spin Production-ի 10 պավիլյոններից ինչ որ մեկում եւ դրսի հատվածն արդեն պատրաստ, անպայման ներքևը Շատ լավ ներդրսի։ Քեզ եմ ասում, անպայման ներքևը նշած է ռախսա համար։ Մեկ լինում է որ բանս Սվետան ասում է նվերել մի ասա Սպինի մասին ոչ մի բան։ Հիշում ես համարը։ Ջան, Համարը հիշում ես։ Սպինի։ Բան։ Ասա։ Ասա կելի նա։
Ասեք հայտնվի ասում եմ։ Բայց ինքը հիմա է ուզում է։ Այստեղ կհայտնվի։ Հիմա է ուզում։ Հա կտանք։ Ամոթը։ Այսօր դուրս գալուց կտանք։ Չէ, ամոթը հենց հիմա է պետք տալ։ Ապեր, բայց մենք առաջ օրինակ շատ ավելի լավ ենք անում։ Մենք օրինակ առաջ գիտես ոնց կանենք, ասենք սփինը մեր ախպերներն են, դիմեք իրանց։ Ու կասնեիք առաջ։ Ինչ ես հիմա այդ տեքստերը Չէ, սկսել։ ես պետքա տամ հենց հիմա համարը սփին։ Ասացի նոր։ Սփինը մեր Սփինը մեր ախպերներն են։ Բենա որ նաև խոսացինք որ ոչ ման չի մոնտաժվում։ Հա, ստե չի մոնտաժվում, եթե դու չխնդրես։ Եթե խնդրես կտրենք, հարց չկա։ Ну, բան, Զվարթություն ցանկալի չենք անում, չի էլի։ կտրենք, իհարկե։ Ես բան անընդհատ բստրում եմ մի հատ նենց բան ասես, որ Հետո գիտես Որ հետո ասես կտրի։ հա, էլի։ լավ կլինի հիմա երկուսով Չէ, ասում եմ համարը։ հեռախոսը։ Զանգես Ասացի չենք կտրում։ Զանգում ես, չէ՞, հիմա որ ասեմ։ Ժողովա դուք ոնց եք։ 044 044 մի գրեք այն, ուղղակի հիշեք։ Հիշեք։ Սուս մնա մի րոպե։ Մի հիշեք այն, ուղղակի գրեք։ 044 82 88 44 044 82 88 44 Այո։ Spin Studios։ Ամենասա որ ախորպեսին բանորդագրվեն ու Patreon։ Այ ախորպեսին բան հաստատ բաժանորդային։ Հենց։ Սեքֆեք զանգակի կոճակ։ Լսի, դու вообще Comment տենց եք։ հաճախ դեպրեսվող մարդ ես։ Էլ չէ։ Երբեք չէ։ Եթե տենց Բայց հա։ զնդացիր։ Որտեղ ուզում եմ Հիմա դեպրեսիայի մեջ է։ Չէ, ես երբեք։ Չէ, որտեվ եթե լուրջ մարդիկ, որոնք տիպը դեպրեսիային հակված են, նրանք ցիկլերով են միշտ ապրում, էլի, տիպը, այս ինչ ցիկլն ավելի որ դու սենց լրիվ ուժ չունես, նույնիսկ ամենադեպրեսիվ մարդը ինքն ունի լավ ժամանակաշրջան, պրոստը ինքը գնալով կարճանում է, դրա համար է մարդը, էլի, կոմոդ այդ ցիկլերով է։ Մի մոտ եղել է կյանքիս ընթացքում, որ ունեցել եմ դեպրեսներ ու շատ խոր է։ Նենց լավ տեղը տեղին։ Դե չեմ սիրում կիսատ վիճակներ։ Աուտենտիկ բանի մեջ, էլի։ Ռայդինգ Հիմնականում, հա, եթե Մտնել, գծվեցին այդտեղ, ապա մինչև մինչև խորքերը գնալ, իր բոլոր պոետներով ու չգիտեմ մյուզիկներով, երաժշտությամբ ու ամեն ինչով լրիվ սենց ընկղմվել այդ ամեն ինչի մեջ։ Իսկ եթե պահա պետք որ դու ջամկոչան պետքա լսես, դա կլսես էլի այդ բանը, հա։ Դու բան ինչ որ Բայց հիմա էլ չեմ ուզում դա անել եւ ասեմ ավելին, այսինքն հիմա նույն իմ մեթոդները ինձ ավելի շատ այդտեղից դուրս բերելու համար են, որովհետեւ հա, դիսցիպլինան ու լավ բաց տրամադրություն է, որովհետեւ բաց տրամադրության մեջ շանսերը շատ ավելի մեծ են։ Հաստատ։ Առաջ, երբ որ ավելի փոքր էի տարիքով, ինձ թվում էր դեպրեսիան օգնում է ինքը ինչ որ իմաստով 27 տարեկան էր, բայց հա, տենց 27-ը հայտնի տարիքա չէ։ դիա շատ։ Հա, 27-ում եւ այլն, որ դա ինձ օգնում է ստեղծագործել ու տենց դա ինչ որ արտիստիկ ապրում էր նաեւ։ Միջև ինչ որ բայ իսկականից օգնում է, բայց դու էտել ես որ անցնում արդեն Չէ, չի օգնում։ Ինքը ոչ մի ձև չի օգնում։ Աբլոշկա է ստեղծում Okay, քեզ ինչ որ տալիս է էմոցիոնալ ինտելեկտ որոշակի իմաստով, որ դու ինչ որ էմոցիոնալ, ինչ որ նոր շերտեր ես հայտնաբերում եւ կարող ես հետագայում որևէ մեկին օգտագործել ինչ որ հասկանալ, հա, ինչ որ մի ձև։ Բայց մեկը իր մեջ օգուտ չկա, որովհետեւ միևնույնն է դու որևէ մեկին կարող ես առավել օգտակար լինել, երբ որ դու լավ վիճակում ես, որովհետեւ եթե ես դեպրեսի մեջ եմ, ես հետ չեմ ուզի գամ քո մոտ, բարձի դու ես դեպրեսի մեջ, ինձ պետք է որ դու չես դեպրեսի մեջ, որ ինձ դուրս բերես կոպիտ ասած տվյալ իրավիճակից։ Իսկ ես կարծում եմ որ ավելի ռեսուրսային որ լինես, լավա Չէ, բայց դու նենց ներկայացնում որ ընտրելու հարց է, բայց ինքն ես կարծում եմ մի քիչ կարող ես ընտրել, քեզ զարգացնել, կրթել, որ ընտրել։ Հիմա ես քո տրամադրությունը որ փչացնեմ օրինակ հա դու մեղավոր ես չէ դրա ես մեղավոր չեմ բայց ես դրանից հետո կգերադասեմ եթե ներվայնանալու եմ օրինակի համար գոնե դա տևի վարքյաններ ու ես անցնեմ առաջ ստոպ всё ես գնացի իսկ ինչպես կարող է լինել ավելի լավ քան սա է ու դա ես կարող եմ կրկնել եւ լավ վիճակում եւ վատ վիճակում այդ քո մտքի մեջ ինքդ քեզ երբ որ շատ լավ է իրավիճակը ես կարող եմ ասել իսկ ոնց կարող է ավելի լավ լինել քան սա Լսի, շատ հետաքրքիր երբ վատ է վիճակը նորից կարող եմ ասեմ իսկ ոնց կարող ավելի լավ լինի քան սա իսկ ավելի վատը մտածում ես թե չէ տիպա եթե վատ է վիճակը ոնց կարող ավելի վատ լիներ ու դու ֆիքսի վատը կա արդեն էլի ու հա հեչ կա տիպա եթե դու վատ վիճակի մեջ ես ավելի լավ է մտածես ոնց անեմ ավելի լավ լինի այդ հասկանում եմ բայց կարող դրանից
Դրանից էլ վատ լիներ ու էդի քեզ Ես Աֆրիկայում երեխեքը սոված են, բայց սենց մտածել եք երբ ես մի հատ պերիոդ եմ ունեցել, նայ, երբ որ այդ դեպրեսիվ անի մեջ էի, ու աշխարհում ամենաշատը ինձ ներվայնացնում էր մարդկանց ինձ օգնելու ձևը։ Երբ որ իրանք ինձ սենց էին անում։ մի տխրի։ Ուրեմն, հա, մի տխրի։ Գնա սպորտի։ Մի տխրին, շատ չէ, գնա կարելի է։ սպորտին լավ էր, գնա սպորտին լավ էր, սենց համ։ Բայց կարող է, երբ որ դու այսքան մտածում ես, որ շատ վատ է, ու մեկը կարող են որ մեկը գա ասի, բայց կարող է ավելի վատ լիներ։ Մոտս Վալերյան կա։ Հա, հեյ, օքեյ։ Կարող է արժեզրկում է, որտեղ ինձ էլ է վատ։ Քո էմոցիան, որը նայ անգամ եթե դա ճշմարիտ է որ կարար ավելի վատ լիներ որովհետև ի վերջո վատագույն լուծումը որը էլի հարցա վատա թե չէ դա մահն է այսինքն քանի դեռ դու չես մահացել միշտ կարա ավելի լավ լինի այսինքն միշտ կարա լուծում լինի հիմա եթե տենց գլոբալ խորանանք ուսմունքների հավատքի հավերժության այդ ամեն ինչի մեջ մահն էլ է կարող է իդեալական լուծում օրինակի համար Բայց դրա համար ես գերադասում եմ ասել, իսկ ինչպես կարող է ավելի լավ լինել, քան սա է։ Եվ վատ իրավիճակում, եւ լավ իրավիճակում։ Հետո դեպրեսից դուրս գալու ամենաըստիս օգտակար մեթոդներից, բայց ոչ հեշտ, կիրառելին, դա գոհությունն է, շնորհակալությունն է։ Երբ որ շնորհակալություն ես հայտնում։ Ուղղակի շնորհակալություն։ Ամենատականք սիտուացիայում, որը բացարձակ շնորհակալության բան չի։ Ինչ-որ մեկին նկատի ունենալով է շնորհակալություն։ Ես Աստծուն եմ հիմնականում հավատում ես էլի, այո, հա, ես դիմում եմ Աստծուն, հիմա ամեն մեկը կարող է իր տարբերակը ունենա, դա լինի տիեզերքը, էներգիան, իսկ երբ որ ես դիմում եմ Աստծուն, ես նաև գնահատում եմ իր ստեղծագործությունը, արարչագործությունը, որը եւ տիեզերքն է, եւ էներգիան է, այսինքն ոնց որ չեմ տարանջատում, հա, ես կարող եմ ասել շնորհակալ եմ տիեզերքին եւ ես կարող եմ ուղիղ շնորհակալություն հայտնել արարչին։ Լսի, այդ միտքը ինձ տանջում է, ես մի հատ մարդու նեղացրել եմ, ինձ թվում է, որտեվ այդ սիտուացիան տենց կառուցվեց։ Ու հիմա ուզում եմ կիսվեմ, համել հետաքրքիր է քո կարծիքը։ Այդ մարդը ում կարծում եմ նեղացրել եմ, ինքը լեսբիանկա է։ Իմ ընկերն է, շատ մոտիկ ենք իրար հետ։ Ինքը ինձ հրավիրեց։ Լսի, ինքը նու կարող է, չգիտեմ, ինքը ինձ հրավիրեց իր հարսանիքին։ Այսինքն նու իսկ ձենմեն կարում եք դնեք վրան։ Չէ, քո քֆուրի վրա չէ, բայց որ ասեցի լեսբիանկա է տիպի է։ Իրա Ոչեմ, սիտուացիան սենց էր։ Իրա էլի դու իրան նեղացրել ես, դա չէ։ Ինքը ինձ հրավիրեց խնջույք, տիպա հարսանիք, որտեղ իրանք ամուսնանում են։ Պետք է ամուսնանան դեռ։ Դու չգնացի։ Այդ երկու աղջիկն է։ Չէ, իհարկե մեծ սիրով, ասեցի, հա, իհարկե, բան շատ եմ սիրում այդ ընկերս է, ասենց ասած։ Ու տիպա այն խոսակցությունը գնաց, որ եկեղեցի բան այդ պահը խոսք մտավ Հայաստանում, որ ինչի տենց չի բան, ու ես սենց ներվայնացա մեջս։ Ես вообще հոմոֆոբ չեմ, բայց իմ տեսակով նենց եմ, որ ֆիքսված բաներ կա, եթե դու բնականից տենց մարդ ես, ծնվել ես, տենց ես, ուրեմն պետքա դու բնականից հավատաս։ Եթե դու ինչ-որ արհեստական ձևով սիրում ես աղջկա ու դու աղջիկ ես, օրինակ, կամ տղա ես ու տղու ես սիրում, դու չպետքա դաժե մտածես եկեղեցի գնալու մասին կամ Աստծուն հավատալու։ Այսինքն այդ ֆիքսված բաներ ոնց որ տվել իրավունք այդ տարանջատելու մարդկանց առումով։ Կոնկրետ քեզ, դու ինչ կապ ունես եկեղեցի մարդուն թողելու կամ չթողելու։ Չէ, ես իմ կարծիքն էի ասում, հենց այդ եմ ասում, ինքը բայց քո կարծիքը շատ բան է, gatekeeping է, չէ՞։ Դու ասում ես դու չպետք է անդե գնաս, բայց դու եկեղեցու դրան դեմը կանգնած ես, սովորաբար։ Ոչ թե ասեցի չգնաս։ Բանը որ մտնում է եկեղեցի դու դրա հետ օքեյ ես։ Չէ, երևի, չգիտեմ։ Չէ։ Այ բանի, տատանվող է այդ պահը։ Ես ինքս մի 10 տարի է եկեղեցի չեմ գնացել երևի։ Դե այդ ուրիշ հարց։ Չէ, գնացել եմ, գիտես ոնց, շատ եմ գնացել։ Ամենախնդալը որ ես գնում եմ, թող գնամ։ Շատ եմ գնացել, բայց այդ մտքով չեմ մտել, որ տիպա մտնում եմ աղոթեմ։ Ես քո նման կարող եմ ասես մի հատ պահի տակ դու մեդիտացիա ես անում, ես էլ ինչ որ նստեմ, նայեմ, ինչ որ մտածեմ ու էդի լինի իմ փրկությունը այդ բանը։ Այստեղ կա մի հրաշալի բան, որը գրված է Աստվածաշնչում։ Մի դատիր, որ չէ։ Դա իհարկե ոսկե կանոններից է, առհասարակ մարդկանց, որը բացի Աստվածաշնչից շատ ուսմունքներում կա ու այն ինչ որ Աստվածաշնչում կա, իսկապես շատ տեսություններում էլ հանդիպում ես։ Ինքը շատ խելացի բաներ է այնտեղ գծա։ Մյուս որ Աստծո գործերն անքննելի են, այսինքն հարցեր կան, որոնց
պատասխանները տենց չես էլի, գտնի։ երևի։ Դե առնվազն Դե հիմա եթե դու տենց ես գա, ինչ ես արել։ Ես տենց եմ զգում ու Ջղայնացել ես ասում գոր եմ, հա ջղայնացա վրան, ասի մյուս եկե անգամ հարսանիքից։ ասի դու ասում եմ քրիստոնյա ես, ասում եմ հա քրիստոնյա եմ, ասում եմ չասես էլ մյուս անգամ, տես դու քրիստոնյա չես։ Նույն տիպա ես եմ ամաչում ասեմ, որ ես քրիստոնյա եմ։ Ես քրիստոնյա չեմ, ես բայց ապրում եմ քեզ ինչ որ մեկ օրտել է իրավունքով տարանջատել Այս քրիստոնյա ոչ բանն է, ես քրիստոնյա։ իրավունք չունեմ իրան տենց բան ասեմ։ Ոչ մեկին չունես։ Հա չունեմ Այդ քո իրավունք չի, ոչ մեկի ով իրավունք ունի չի։ իրավունք։ Ոչ մեկ։ Դաժե եկեղեցականը չունի իրավունք, չէ՞։ Եկեղեցականը կարող է ֆորմալ ինչ որ Էլի կետերով ֆորմալ։ կարող է քեզ ինչ որ բան ասի, որտեվ ասին այ քրիստոնյան այն մարդն է, որը հավատում է Աստվածաշունչն է կարդում, մեր մոտ է գալի։ Այդ քրիստոնյանը ինքը որ ինքը օժտված է ինչ որ իրավունքով մտածել։ ակտիվ եւ пассив քրիստոնյաներ, որպես ասած, իրանց հավատքի դրսևորման հիմա մարդիկ կան, ովքեր ստաբիլ գնում են եկեղեցի, մասնակցում են պատարակների եւ իրենք ակտիվ են որպես քրիստոնյա իրենց կենսակերպի մեջ եւ կան մարդիկ ովքեր ունեն հավատք ու այստեղ դու չես կարող քշերքի վրա դնել որն է ավելի ուժեղ, որն է ավելի թույլ, բայց ովքեր այդ ակտիվ կյանքի մեջ չեն։ Դու իմ միտքը այն էր, որ օրենտացիան պետքա դեր խաղա մարդու քրիստոնյա, մուսուլման կամ բուդա, ոչ եմ իրաբանի հետ էլի, ոչ թե հավատքի, այլ ինչ կրոնի ապատ, կրոնի հետ։ Փրկության, կյանքի եւ մահվան բանալիները, ինչպես նաեւ փրկության իրավունքը, եթե մենք հիմա խոսում ենք հստակ քրիստոնեությունից, այլ ոչ այլ կրոններից, դա Աստծո ձեռքին է եւ դա տեղի է ունենում Քրիստոսի խաչելությամբ փրկությունը եւ հավերժությունը հարությամբ։ Հա հասկանում եմ, մեղ կարան գործենք, հետո ապաշխարենք, դու չես որոշում։ Ես չեմ բանը օրիենտացիան, ասենք այդ աղջիկը, որը ամուսնացել է, մի օր նոր Երուսաղեմում հավերժության մեջ Աստծո գոքին նստած է լինելու թե չէ։ Այդ հարցը քեզ չեմ տվել։ Ինձ տանջում այն հարցը, որ ինքն էլ նույն ձև կարամտի եկեղեցի աղոթի մանվարի, ոնց եւ այն մարդը, որ ամեն օր ինքը այդ կյանքով է ապրում։ Այն հավատային մարդը, որ ամեն օր այդ կյանքով է ապրում, միայն կուրախանա, որ այն հա կուրախանա ըստ քեզ մեղավորը կգա դեպի Աստծուն։ Ես չեմ ասում մեղավոր է ինքը։ Ես ասում եմ ինքը այն ճանապարհի վրա է, որ չի կարա իրար հետ։ Դու կարաս ինչ որ աղբյուր ինձ ցույց տաս, ըստ որին չի կարելի։ Ապա նայ, որ ճիշտ հասկանաք ինձ էլի, ես ոչ պաշտպանում եմ, ոչ էլ դեմ եմ խոսում, ասում եմ ես հոմոֆոբ չեմ, լիքը ընկերներ ունեմ տես։ Դեմ չեմ, չէ, դեմ չեմ խոսում։ Նույն ձևին այ մարդասպան ասեց, ասում եմ, ինձ թվում է մարդասպանն էլ պետքա չմտնի եկեղեցի։ Դու հիմա вообще բան Աստվածաշնչին դեմ ես խոսում։ Ապա կարողա դեմ եմ խոսում։ Դու օրինաց ինչ որ կրոն ունես։ Աստվածաշնչով չեմ ասում։ Դու օրինաց կրոն ես, բայց եկեղեցին Աստվածաշնչի շանակությունն է։ Երևի։ Այսինքն իր միածին որդուն ուղարկեց, որով նրան հավատա, բայց այն մեղավորների, որոնք բանն ապաշխարում են, չէ՞։ Որով նրան հավատա, փրկվի եւ ապտենական կյանք ունենա։ Հա։ Հա։ Ճիշտ է, միշտ խոսքը կարծում եմ։ Ահա։ Դա Աստծո ակտն է։ Ես ասում եմ, եթե ինքը այդ կյանքի մեջ է, որը չի բռնում եկեղեցու հետ։ Եվ սաղել այդ կյանքի մեջ են։ Սաղել այդ կյանքի մեջ են։ Բոլորը։ Մի հատ օրինակ բեր, մի հատ մարդու, որ տենց կյանքի մեջ չի։ Բանը կաթողիկոս օրինակ։ Չես կարա ասես, դու չգիտես։ Okay։ Տենց մարդ չի կարա գոյություն ունենա, ըստ Աստվածաշնչի, տենց մարդ գոյություն չի կարա ունենա։ Այդ Քրիստոսի ուսմունքն է։ Ինքը որ ասում է ով է, չէ, միակյան։ Հիմա ջղայնացնում ես ինձ։ Չէ, դու խոսում ես շատ, ոնց որ դու խոսում ես ինչ որ բանից, որի մասին դու ինքը չի։ Ես աթեիստով, ես աթեիստ լինելով, քեզ բացատրելով քրիստոնեության մասին։ Ես ոչ թե քրիստոնեության աթեիստ, նայ, ինչ ասում։ Բրո, կա հայտնի դրվագ, եւ որ Քրիստոս ասում է, ով որ մեղսունակ չի, թող առաջինը քարը նետի։ Ոչ մեկ չի կարա քարը նետի, որտեվ բոլորն են մեղավոր են։ Մեկը մի բան ունեն։ Չես կարա մեղավոր չնես, դու կարաս մենակ ձգտես, մաքրես, ապաշխարես։ Գիտեմ, բայց այդ մեղքը վրեդ մտնելը ու այդ մեղքի մեջ էլ ապրելով, տիպա, եթե դու մեղք ես այդ համարում, եթե դու մտնում ես եկեղեցի, այսինքն քո համար մեղք է, չէ՞, եթե բնական ճանապարհ եկեղեցի մտնելը։ Չէ, բրո, լեսբի լինելը ու գեյ լինելը մեղքա, չէ՞, քրիստոնեական։ Նաև դավաճանելը, խաբելը, գողանալը, ինչ որ կոնկրետ շատ հաց ուտելը։ Ես կոնկրետ օրինակը դրա վրա։ Աստվածաշնչի տարբերություն։ Բրո, Աստվածաշնչով ցանկանալը։ Աստվածաշնչում գեյությունը ընդգծած չի հատուկ ցանկանալը։ Հա, մտքով ցանկանալը, էտել է բան։ Մեղքա սա։ Ոչ մեկ ուրեմն չի պետք է դատարկ լինի եկեղեցի։ Այսինքն դու մաքրվելու ես մտնում։ Նորից եմ ասում, դա եկեղեցին ուրեմն պետք է դատարկ լինի, որտեղ բոլորը ինչ որ մեղ գործել են ու գեյությունը ինչ որ հատուկ ընդգծած չի
աստվածաշնչում, որտեվ ֆիքսվել ես դրա վրա։ Դու ես ֆիքսվել դրա Ես վրա։ չեմ ֆիքսվել։ Դու չես գնում, նայ, դու ինձ Ես չեմ ֆիքսվել։ Դու ինձ ասում դու ես մտնում։ Շատ մի ֆիքսվի դրա վրա, որտեղ դրա վերջը կարա լրիվ ուրիշ։ Հա, գիտեմ, հասկանում եմ, դու ինձ խի երբեք կամած ներքև եմ շուտ տեսնել։ Դու ինձ խի երբեք չես ասել մի մտի եկեղեցի։ Ու շատ իրեղի։ Ինձ խի չես ասել մի մտի Հա, հա, եկեղեցի։ կարա։ Ինձ խի չես ասել երբեք մի մտի եկեղեցի։ Խի ասեմ, բայց Բա իրան խես ասում։ չես մտնում իտող։ Ես մտնում եմ։ Քեզ ինչ շատ եմ լինում։ որ Ես вообще Արսանեկսել դեղ եմ արել։ Դու քիչ ես եկել ինձ լուչ հարսանիքը տնտեղ ես արել։ Ամենասիրածը սորից է։ Քեզ տնտեղ արել բայց։ Ա դե սիրում եմ մեր եկեղեցի չարեմ։ Հա, բայց դու մտնում ես որտեղ ինքը սիրուն ա ջոկես։ Արսված ես բա։ Ասма աթեստը ավելի ուժեղ հավատ պետք է ունենա, որ հերքի Աստծո։ Հա, բայց նայ ինքը մտել է եկեղեցի, որտեղ ինքը սիրում է եկեղեցու տեսքը։ Ես աստվածաշունչը կարդացել եմ։ Ես եկեղեցի գնում եմ։ Խիչ ես ասում ինձ, աշ դու ի՞նչ կապ ունես սրանից։ Հա, բայց դու որպես գիտություն ես դա ընդունում։ Լավ, հիմա քո խնդիրը ի՞նչն էր, որ ասիր վիրավորել ես, ի՞նչ ես ուզում արած լինես, ի վերջո։ Կարող է հիմա ուզում ես ասես կներես։ Չէ, դե ինչ ասեմ։ Հա։ Ես ինձ հիմա մի հատ էլ կրակի մեջ գցեմ, ասեմ կներես։ Այն ժամանակ ասել եմ, էլի։ Ասել ես Հենց արդեն։ խոսացինք ու ես ժոգեցի, որ չէ, բլին, շատ եմ։ Լավ, կներես։ Բայց իրան Չէ, դու ասել կներես։ Իրան, հա, հենց այդ բանին ասել եմ կներես։ Ու причем իր հետի աղջիկը, հա, ընկերական էր լրիվ։ Իր հետի աղջիկը սենց սուս լսում է, ասում է, բայց ճիշտ ես ասում։ Հա։ Ու այդ բախումը ինձ հետաքրքիր էր։ Իրա ու այդ իրա կողակցի։ Իսկն մեկը ընկերս է, մեկը չէ։ Մի հատ էլ ընտանիք կռիվ գցեցի։ Ինձ այն անհանգստացնում, որ օքեյ է դա, թե չէ։ Եթե իրան ասել ես կներես, ինքը քեզ ներել է, դու էլ ինչ խնդիր ունես։ Արդեն ոչ մի։ Ահա։ Նույնիսկ էլ Աստված ողորմած է կների։ Մտածեցի մի հատ էլ դեպքով կիսվում իմ կյանքից էլի։ Սենց լիքը դեպքեր կիսում եմ ախորպես։ Բայց վերադառնանք բան էլի դեպրեսիաների հարցին, որտեվ մի հատ ինձ շատ հետաքրքիր էր որ դու ասում էիր, որովհետեւ իմոցս ես չեմ սիրում ասեմ որ ես դեպրեսիայի մեջ եմ, բայց ասեմ սենց մելանխոլիկ ինչ որ ժամանակաշրջան անում, երբ որ ես սենց աբսոլյուտ մոտիվացված չեմ, սաղոր տունը, շալվար չեմ հագնում, խաղեր եմ խաղում, սաղոր ոչ մի բան չեմ ուզում, ոչ մի բան չեմ կարողանում, вообще պրոդուկտիվ չեմ։ Որովհետեւ մի օր ես սենց մտածում աշ հերիքա մի հատ հել գնաս ոչ մի զալ եկեղեցի մանից տիպը քեզ ուշքի բեր մտի դուշ բան ու ես սկսում եմ այդ ամեն ինչ անել ու իմ մոտ իսկականից կյանքը գզում է բայց մի հատ հարց այդ միտքը որ առաջի անգամ գալիս է աշ մի հատ քեզ հավաքի կարող է ինքը գալիս է որտեվ ես արդեն դուրս եմ եկել այդ սիտուացիայից ժողովուրդ որ ես ինքստինքյան եմ դուրս եկել ու ուժ ունեմ մտածեմ դրա մասին որտեվ դրա նախորդ օրը ես մի հատ զալի մասին մտածեի կարող է հետ տայի հա Յոգմես, то есть ինձ ուժ էր պետք դաժե մտածել դրա մասին, որովհետև որ մարդիկ ասում են գնա սպորտով զբաղվի, իրանք չեն ասում որ շատ անգամ ես տեսել եմ մարդկանց այն ամենավատ վիճակում դեպրեսիայի ժամանակ, որ իրանք չեն կարող մտածեն, вообще, իրանք դուրս չեն կարող մտնեն, ինչ սպորտի էլի, իրանք այդ ուժը չունեն այդ բային։ Բայց սառը դուշն էլ է օգնում։ Ահա, բայց պետք է բա դուշ մտածել դուշը, բայց պետք է հասնես դուշ։ Պետք է հասնես դուշ։ Որ ասում են, նայ, էդ էլ կա, որ կարողա դու արդեն ինչ որ իմաստով դուրս ես եկել, որ քեզ բերում ես այդ իրավիճակին, ինչ որ դիսցիպլինայի։ Դες կարա ասես, էլի, ես չեմ կարող միշտ բռնացնեմ, այս ես ասած ինձ հավաքեցի ու գնացի, թե ես ուժ ունեի ինձ հավաքելու այս բան, իսկ երեք ես չունեի։ Կարա ես երեք նույնը անեի, ինձ թվում է չէ։ Դեսի բայց հետաքրքիր է այդ բա, որ տիպը ուզում ես մտածես, բայց չես մտածում, որտեվ ուժ չունես։ Մտքերը ճիշտ է։ Ես շատ անգամ նկատել եմ, որ այդ դեպրեսիայի ժամանակաշրջանում իմ մոտ պերսպեկտիվայի խնդիր կա, որ ես չեմ կարող մտածեմ 10 տարի հետո օրինակ։ Ես կարող եմ մտածեմ մենակ հենց հիմա ու մենակ ստեղ ու շատ վատ տեսանկյունից։ Հետո ես կարող եմ մի երկու ամիս հետո մտածեմ այդ ժամանակաշրջանի մասին, ես մտածեի, բայց ես գործ ունեի, կին ունեի, սաղ լավ էր, ընկերներ ունեի, ինչն էր, որ ես ինչ չէր թողում, ես լավ կողմը տենայի այս ամենը։ Մի հատ գործ կա, պիես կա, վերնագիր, ոչ մի բան չեմ ասելու։ Այն որ հիմա գնալու ես փորձին։ Չէ։ Այս նորա, որովհետև հիմա բանակցությունների մեջ ենք հեղինակների հետ, ուզում ենք առնենք հեղինակային իրավունքները, մոնոյա, որ ես ուզում եմ խաղալ։ Վաղուց իմ մոտ այնց վաստորգով չի եղել եմ, որ թատերական ինչ որ գործ անելը, պիես անելը, այսինքն մոնոյի հետ, մոնո չեմ ունեցել, էլի, այսինքն հենց այդ մոնոյի իմաստով, որտեղ այն ինչ արել եմ, միշտ սիրով եմ արել։ Բանը, այսօր դա ես դաժե մտածում եի, որ կարող ոչ մեկի չհրավիրեմ ներկայացման։ Աշոտին ուզում ես հրավիրես, Աշոտին ուզում ես հրավիրես մտածում եմ, որ քեզ ուզում եմ հրավիրեմ, չէ, զուտ այն իմաստով, որ մարդիկ տոմս առնեն գան ներկայացում նայելու։ Մարդիկ ինձ նկատի ուներ, չէ։ Երբ ամեն ինչ հաջողի, մենք կարողանանք մեր սիրելի անգլիացիների հետ
հասնել բանակցության այն մակարդակին, Հեղինակին ասենք չես թե ասի, թե որ երկրում ենք եւ ինչքանով կարելի է ձեռք բերել Լսի, բայց եք տենց Հեղինակին էլ չես կարող ասես։ չեմ ասել Բայց եք տենց խորացել, չեք կարա իրան փոխեք մի քիչ բան, խլեք պրոստը։ դե նայ եթե երկար բանակցությունների չգանք հաստատ Հաստատ անելու եք, հաստատ կարելի է գրել դրա լիքը հայկական դեպք գիտեմ։ դրա հայկականը որտեղ Նվերը եկեղեցի չմտա։ Որտեղ sense թե նենց մենք իրան մի քիչ փոխելու ենք ավելի մեր սոցիումին Հա, դե կարող է յուրախաղել բայց բան լինի, խենթանալու մի հատ գործ է ու այդ նաև այնտեղ նենց լավ տալիս է դրա լուծումը թե այդ վիճակում ինչեր կարելի է անել որ կարա այտենց փոքր վարժություն լինի քո օրվա մեջ դուրս գալու համար Բայց դե հələ པարզ չի էլի երբ ոնց ինչ։ Բայց ցելը հետաքրքիր է որ բանը ուզեի բայց այս տարի հասցնեմ վերջերս մի հատ հետազոտություն կար որ Հա, կայֆ կլներ։ որ դեպրեսիվ մարդիկ հետազոտություն էր տենց Այդ մեծ դիմացած։ քանակի վրա որ դեպրեսիվ մարդիկ ավելի ճիշտ են կանխագուշակում ապագան հա քան պոզիտիվ մարդիկ Վա Իտակում բարձում է որ այդ պեսիմիստական բոլոր բաները ավելի լավ արդյունք են տալի Դրա համար դու Կաստ է։ ամենաս հա լավ ես Ես даже մի մոմենտ բան կատակ ունեի որ ասում եմ ես 20 թվից հետո չեմ կարող վստահեմ մարդու որը ոչ մի Մի հոգեկան քաղաքականացու։ բան շեղվածություն չունի որտեվ եթե այսքանից հետո քեզ ոչ մի բան չի ջարդել ու դու պոզիտիվ ես մնում դու вообще դայում ես քո շուրջի ի ճակատագրում Հայաստանում աշխարհում բան ու դու օքեյ ես Իրոք քեզ տենց է, ոչ մի բան բայց, չի հա։ ջարդել մի քիչ էմպաթիա ունեցի ու կստի Ես- տես բաներ կա որ դեպրեսիվ մարդիկ շատ էմպաթիկ են որտեվ իրանք գիտեն ինչքան վատ կարա լինի Հա։ իրանք քանի որ զգացել են իրանք դրա համար շատ կա չէ որ Ես դրա համար եմ մարդիկ են ասում ես հա դա այսքան Դու տենց ես, փորձում են բոլորին ուրախ ես էլ եմ ես նրա տենց, հակառակը հա, ես էլ գիտեմ եմ ինչա հա Հա։ դրա համար իրանք Դες միշտ ուզում են յուբոյ ուրախացնել սիտուացիայի մեջ Արս մի ուզում են 9 մարդկանց հատ լավ դպրոց լինի փոխել։ ուրախանան որտեվ 9 հատ դպրոց հա փոխել եմ տեղափոխությունները բան ու միշտ նոր շրջապատ, նոր դասարան, նոր այն երրորդ չորրորդից արդեն լրիվ գիտեի ինչ պետք է անեմ, որ տեղը գցած է սաղ էլի, լիքը եղել է դեժավյու է արդեն մոտս։ Պրոստը անուններն է ուրիշ ու մարդիկ էլի։ Ու դրա համար հիմա մարդկանց հետ կոնտակտը շատ միանգամից է ստացվում իմ մոտ։ Ու սենց կարող է գժի տպավորություն թողեմ էլի միամիտ։ բայց Չէ, քո վրա չեմ թողել։ Չէ ես Սևանի գժանոցում Օ, դզեց եղել ես ընդ։ եղել եմ Կայֆ։ հա աշխատել ենք Իսկ բան համատեղ Սովետաշան։ այդ ես Ավան։ չէ Սովետաշան Սովետաշան ես եւ նորքում Ես ասում եմ որտեղ եմ ես պրոստը։ ու նորքում եմ եղել նկարահանման չէ իսկ Սևանի հոկեբուժարանում մենք համատեղ ծրագիր էինք անում ֆրանսիական մի ընկերության հետ ոնց որ արտ թերապիայի փորձարկումներ այսպես ասած հետաքրքիր մեթոդ էր։ Այդ ես քեզ ասում եմ, ես 19 տարեկան եմ երևի կամ 18։ Հեսա մի հատ կլինի էլի։ Հիմա ասածս ինչ է։ Իմ այդ մի ամսվա պրակտիկան եւ իմ էմպաթիկ բոլոր զարգացած էմոցիաները ինձ բերել են հասկանալու մարդը ինչքանով է անգամ այսինքն ստաբիլ մարդը վարկյանի տակ ոնց կարա մի քիչ Դե վատ հոգեբան չես։ մի քիչ ուրիշ կողմ գնա, դրա համար դու չես թողում տես տպավորություն։ Լսի բան անկեղծությունն է, չէ, բայց անկեղծությունն է, չէ։ Ստի Օ, աֆոբազոլ եմ։ Չէ, բայց եթե բժիշկ ասել է խմից։ Աֆոբազոլ։ Բժիշկ չէ։ Գիտեմ ինչ որ նշանակել է Չէ, չի նշանակել խմեցի գրերով դες մեծ խնդրեմ կա էլի որ ստենդափ կոմիկների շրջապատը նենց է որ երբ որ մենք հավաքվում ենք մեծ մասը մարդկանց նենց է իրանց սպանում որ հանգիստ կարա ինձ շոր մեկ իրանցից լեգիտիմ գիժ լինի, բայց մենք դրա մասին տարիներով չենք իմանա, որովհետև շատ նորմալ է դիտարկում սենց կսպայելը, բայց ինձ աբիտնի է այդ բանը մեկ է, շատ աբիտնի է դա։ Ես վերջերս էդան սենց անում։ Արա բանը նվեր, հաստատ գիժ չես։ Ինչ որ տպավորություն է էլի մնացել, որ չէ, երևի շեղվածություն ունեմ ինչ որ էլի տենց։ Հա, բրատ ունեմ նենց։ Շատ խնդալու էր արի օգնենք ունեմ։ Հիմա բայց Արսենը նայում է, որ հասկանա իրոք կա թե չէ։ Դիագնոստիկայով ունես, բայց Լսի լավ մի ասա։ բանակի Հասկացա ինչի համար է։ բանակի խնդիրներ, բանակի բանով այդ հոկեբանի մոտ էին նստած, վերջի այդ ստուգումներն է բան, ասում է վախ նկարի, ես պիստոլետ եմ նկարում, մակարով եմ նկարում, ու ցույց եմ տալիս իրան, 7-ի գա խփում վրես, նայում եմ ասում խի խփեցիր, էլի խի ես 7-ի գա խփում։ 7-ի գն է թաքնված գիժնա։ Ասում խի ես խփում վախ ասացի,
ասում է բանը, դե տենց է, ինչ-որ անիմաց Բասի, բան բայց քեզ 7 գեղ խփեցին ու մեկ Ես, տարա։ բրատ, առանց փամփուշտ էի նկարել այդ անտերը, դաշեցի, բա։ Հա։ Նու, քեզ խփում էլի վրաց։ Բայց հետո քեզ մեկա տարա մանակ։ 7 գեվ ծառայում են Ահա, մարդիկ, օքեյ, պատկերացրու։ Լավ Լավ բան է, բայց։ Բայց լավ բան ես, ինչ հետաքրքիր բան ես նկարել։ Ես լավ մարդ եմ։ Շատ ստեղծագործ ոգի ես։ Շատ, շատ, հա։ Կա դες բան, հա։ Կա Դու զեց մի քիչ է Մի քիչ գովացել։ բան է, բնության ուժան նվերը։ Լրիվ անկարավելի։ Ոնց կրակը, փորձել մի բան ասես մի արա, սոկա դասգի։ Բայց բանը, այդ ֆիլմերին էլի մի քիչ գանք, մի քիչ հետ գամ էլի, sense կներեք, շատ ոնց։ Գանք։ Հա։ Նստած ենք էլի։ Չգանք։ Չգանք։ Արս բանը հայկական մեդիայում էս էլի, չէ, հիմնական քո գործունեությունը ծավալել, բան որպես դերասան։ Դրսում տենց քիչ ես ունեցել, բայց ինչը որ ունեցել ես, տենց բումոտ բաներ են իրանք եղել էլի։ Բանը հոլիվուդյան բան Tangerine. գնաս, սկի։ Դե հոլիվուդյան Tangerine-ն է եղել։ Գնաս ապրես ընդեղ, Sean դառնաս Baker-ի։ ընդեղ դերասան։ Յան, ուրեմն ես դա մտածում եմ 4 տարեկանից։ 3։ Այսքան այն հիշում եմ։ Ցանկացած դերասան դրա ուղին է բռնում։ 12 տարեկանից շատ ավելի հստակ եմ Կայֆ։ մտածել, որ ես գնում եմ։ Հենց որպես դերասան էի առաջնահերթ ուզում։ Հա, Բայց առաջին անգամ որ նկարվեցի։ որ ես իմ տեղում չեմ, ես պետքա գնամ այստեղից։ Ով էր քո առաջի ոգեշնչումը։ Կյանք հապացուցեց, որ ես ճիշտ էի, բայց մնացել։ Չէ, բայց չես մնացել, չէ։ Բայց ով Չէ, նկատի- էր դերասանից, ինչ կինո էր, որ տենց մտածիր, այս սենց եմ ուզում։ Բաններ, ապա Արսեն Պարկար, Գրիգորյանն էր Հնդկական կինոներն են։ Արսեն Գրիգորյաններ։ Հնդկական կինոներն էին։ Այն որ ասում է, ուր էր AI-ը, երբ որ հաստատ։ Բոլիվուդը սենց բաներ էր նկարում, չէ՞։ Պամփուշտը բռնելը։ Այդ մեկ էլ բանը, դրումը նայել ես դու Տոմի Տերմինատորի Վայսոյի։ հնդկականն էր։ Դրումը նայել ես Տոմի Վայսոյի։ Ինքը հայտնի է որպես աշխարհի վատագույն ֆիլմ։ Հա։ Բանը Ջեյմս Ֆրանկոն էլ բաներ նկարել։ Իրա ոնց էր ինքը ստեղծում։ Որ դատի են տվել այդ։ Disaster artist էր կոչվում։ Հա։ Բաներ, էլի տենց լիքը։ Չեմ նայել, չէ՞ ոնց է։ Այդ Տոմի Վայսոն ինքը Չեմ նայել, խաղացել եմ։ ինչ որ վրոդի տոլի բելգիացի, տոլի ֆրանսիացի Բայց մի անգամ լսում տես մի հատ լիքը ֆիլմի է, փող գնացել, ուներ։ որպես լավ ամենավատ ֆիլմ, հա։ Ինքը տես շատ կուլտովի ֆիլմ է, իր ֆանատները կան, որ հավաքում Ես են։ երկար մազերով Հա, ռեժիսորն է, հա, ես որպես հետը նկար ունեմ, ինչ ես Լուրջ, խոսում, բայց որտեղից գտնեմ։ Որպես ամենավատ ֆիլմ։ Որպես ամենավատ ռեժիսորի, նա ես իր հետ Այդ կինոն էլ է, որ նա լուրջ վստահ է նկար գրածալի։ բայց չեմ կարող Եթե անագտնել, գտնես, որտեղ կուղարկես դաժե թիվը կդնենք, չեմ չէ՞։ հիշում, սպասի մի հատ նայեմ 2011-ին։ Արս, բայց նենցա հավատում եմ, բրո։ Կարաս հետո Հասկանում Ես չեմ հավատում, չէ, ես չեմ հավատում, սպասի։ Բայկա իմացար չէ՞ ում հետ եմ, նա Ես ինքն է իմացա։ պատմել, ասում եմ իմացար։ Դա այն բան են, բաց ռեժիսոր կա մի հատ, է։ Ով? Մի հատ էլ Պապա բաց ռեժիսոր Անունը է։ ոնց է։ Այ երկար մազերով է։ Արսը հետը նկարում Լավ, մի է։ խոսքով կուզեմ այդ նկարը, կարծում եմ Լիլիթը։ Իրանից կուզես, Ես բայց։ թվում Լիլիթը կունենա։ Լավ, մի հատ պատմի էլի, ինչ քայլեր Նայ, ես այսինքն միշտ այդ ուզե ցանկությունը գնալու եղել է գործի եւ կեսը կա։ արած է, միտքը աշխատում է։ Եվ կա, հա։ Ու դա բանա այն իրականությունն է, որը անխուսափելի է եւ անհերքելի է։ Որը կլինի։ Բայց Առաջարկներ։ պրակտիկորեն այսքան մնացել եմ այստեղ կոպիտ։ Բայց բանա, տիպը հենց Որովհետև քեզ հենց Հոլիվուդն է հա, ձգում, թե տեսել։ պրոստը դու մեծ էկրան ես ուզում։ Ես մասշտաբի սիրահար եմ։ Հասկացա, բայց օրինակ Բոլիվուդն էլ է մասշտաբ։ Սիրով։ Լսի, Գերագույն բայց բան կա, հաճույքով էլի, կլինեմ այդ մասշտաբի մեջ։ Կայֆ Հաստատ, բանկեր, հա։ բայց դա իսունդար ավելի հեշտ։ Բայց գիտես ինչ կա, Հիմա որ գնաս Գերագույն հաճույքով կլինեմ այդ մասշտաբի մեջ։ Ես օրինակ ես ինձ լավ եմ զգում մեգապոլիսներում։ Օրինակ մարդիկ կան, որ առանձնապես չեն սիրում։ Չէ, շատ Բայց մարդը շատ եմ դու սիրում։ սիրում ես շատ մարդ, չէ, շատ մարդկանցով Հա, տեղելի ոչ շատ։ օրինակ նույն ստենդափի նայ այդ որ խոսեցինք, չէ՞, սկզբում այդ փոքր զալից հետո այնց ստացվեց, որ Համալիրում մանկական Եվրատեսիլներ ու հանրայինից ինձ հրավիրեցին բանը բացումը անելու, այսինքն ոչ եթերային բացումը։ Հանդիսատեսին ռազագրև անելու, ուղղակի հանդիսատեսին ակտիվացնելու, ասելու նկարահանման դետալներ, ոնց է պետք անել եւ այլն։ Ես զբաղված էի պրոստը այդ։ Անկոմեդի ռազագրևն էի։ Խոչիշ մարդեր, պետք Ու ես արեցի այդ ռազագրևը
թեվը բնականաբար այսքան այնտեղ արդեն սցենար չկար եւ այլն ու լրիվ տենց իմպրովիզի վրա էր եւ մոտ 10,000 մարդ կար, եթե չեմ սխալվում, 45 րոպե Անենց հաճույք եմ ստացել, ունենց լավ եմ պահեզալը, որտեվ ով կար այդ օրը, իրանք էլ էին ասում, որ այդ ինչ լավ էր այդ էներգիան, այդ ամեն ինչը, այդ ամենա սկզբում։ Մեծ զալը հեշտ է։ Լսի շատ ու ես հասկացա, որ ես այսքան ինձ համար այդ տենց ստադիոնային կոպիտ ասած մասշտաբները շատ ավելի մոտ են։ Ոնց որ շատ ավելի ջերմ են, չգիտեմ ոնց բացա, ինչ ասեմ։ Ոնց որ վապեր տենց բան կա, որ մեծ զալը ինքը ոնց որ amplify անում ամեն ինչ։ Դե 10 հոգին խնդա 100-ն էլ են խնդում արդեն իրանց հետևից։ Ծափ են տալիս, ոչ միջակ կատակներս, որ փոքր բարերում երբեք չեն աշխատել, մեծ զալերում հանգիստ տրակցնում են։ Բայց բացի այս մի հատ ուրիշ էֆեկտ կա, որ ես իմ համար շատ զարմանում։ Ես օրինակ այդքան էլ չեմ սիրում մեծ զալեր։ Իմ համար ինչն է դիսկոմֆորտ, որ ես փոքր այդ շատ արագ բան է, որ երբ որ դու մեմում ելույթ ես ունենում, ժամանակը շատ սկսում է ձգվել։ Դու պաուզա ես անում, քեզ թվում է դու երկար ես իրան պայել, բայց կես վայրկյան ես, բայց ինքը շատ երկար է քեզ թվում։ Ու նույնիսկ այն բանի է հասնում, որ ես կատակը պատմում եմ, ու ծիծաղը ականջիս ավելի ուշ է հասնում։ Ու ինձ ես հասնում եմ վախենամ, որ չխնդացին, որովհետև տարածություն հեռու են իրանք նստած ավելի ջոս, միջև հետևներից ձենը գալիս է արձագանքով բանով։ Իմ մոտ միշտ տպարություն որ միշտ զադերժկա կա, միշտ ուրիշ տեմպ է պահանջում մեծ զալը, դու պետքա սովորնես։ Ու դաժե բաներ։ Հա, այդ կա։ Այսինքն դու պետքա հասկանաս, որ քո ձայնը իրանց раз 2 3-ով հասնելու կոպիտ ասած ու նույն ձև այդ առանց կարա վարկյան լինի, բայց վարկյանը կարա է, որ առանց 9 ես լինում, մեկ էլ բանը քո ձենը արձագանքում է քեզ ու sense բանի մեջ ես ընկնում։ Երկելուց բանից չես նկատել, էդի առանց 9 մի ամիտ տենց բեմ դուրս գալուց։ Եթե մանիտոր չկա։ Հա, էլի մանիտոր չկա։ Եթե դաժե դու չես նկատում, հանդիսատեսը նկատում։ Ամինքն է նկատում։ Հա, sense բանը կա։ Ժամանակ շատ հատուկ են արտիստներ կան, որոնք կարող են հա, ինչ որ մի հրաշքով պետք է ունենաս, չէ՞ տես բան անեն։ Ինձ Աշոտ Բզդունին դա բացատրում էր ոչ թե դա սլուխի միայն խնդիրն է, այլ մկանային հիշողության, այսինքն դու պետքա քո բերանի բացվածքի դիրքից հասկանաս, որ եթե օրինակ այս քիմքդ մի քիչ սենց է, ուրեմն հաստատ այդտեղ հնչելու է սին օրինակի համար նոտան, բայց այդ պատկերացնում ես չէ, այսինքն ապարատը ֆիզիկապես հիշես, մասին է խոսքը, որ ապարատը ֆիզիկապես հիշես, որ եթե դու շերտ բացեցիր, ուրեմն հաստատ այդ նոտան անելու, բայց Կամիլի ձենը Սելինձիոնը ֆիքսված է քո մեջ, ոնց բերանդ բացես, որ այդ ձենը կա, լեզուդ որտեղ այսօր չի կարելի անել բաներ, ափսոս այսօր չի կարելի, որ Արսենը Կամիլի ձենով ասի, հա։ Մենք կարողի ասում է էլի։ Դες մենք 20 տարի առաջ դες ռոք խումբ ունենք, նվագում ենք, ու այդ ժամանակ տիպը բաներ, ամենտեղ վատ զվուկ էր։ Իսկ ինչ black metal, բան։ Չէ, բան, մենք տենց ալտերնատիվ ենք նվագում, դեղ էր կոչվում խումբը։ Հա, հետո երկար էլ գոյություն ուներ, պրոստը առանց ինձ արդեն։ Դեղ գիտեմ, հա։ Դե դու այն ժամանակ լսում էիր շատ։ Կարող լսածել ես, հա, ոչ։ Եղել ես, հա։ Խումբը ես ոնգերս ենք հավաքել։ Ինքը մինչև վերջերս Աշոտին հիշեցիր, չէ։ Հիշեցիք, ես անդադ նայում եմ ասում եմ որտեղից է դա։ Բայց ոչ, հա, ու իշում մի հատ ինչ որ Լուծյալ բացել, ստոպից բան, հիմա որ ուզում եմ տանում տեղավորում եմ։ Կատակ չի անում, ստոպում բան։ Հա, ես տենց բան, այդքան ջալ չեմ ինչքան երևում։ Ես էլ այդքան գիժ չեմ ինչքան ասում։ Մի քիչ քեզից փոքր եմ, բայց մեծ եմ։ В общем, հա, ու բաներ, մի հատ կլուբ էին կանչել, նոր էր բացվել, գարաժ էր կոչվում, գարաժում էր։ Անունը խունկ էր։ Գարաժ էր կոչվում, ասած գալիս ենք ու մոնիտոր չկա։ Մենակ դեպի զալ ուղղված կալոնքեք են ու իհարկե վատ կալոնքեք ու մի հատ էլ գարաժ է։ Ու sense պայտակ մենք զգում ենք, որ մենք ընդհանրապես ոչ մի բան չենք լսում, ու ես ու բարաբանշիկը պրոստը նայում ենք իրար ու աչքով վունքով սկսում ենք իրար հասկացնել, որ բանա երկի ոտ եք շարժում, ու ինչ որ ձև դաժե կա պրոստը խումբ ես, այդ խմբի կայֆը կա, որ դուք այնքան սիգրնեք, դուք կարաք պրոստը պանտալիմայով բացատրես ինչ վիճակ է հիմա, սա խամերգը տեց էիք նվագել։ Բայց բաներ էլի, ժամանակված քիլներ, որոնք բոլոր խմբերը սովոր էին նվագին իսկլյուզիվնը վատ զվուկով։ Ես հիմա որ գալիս եմ Թոնլաբ ու լսում եմ, արա մենք Պաստորեն լնում է տենց որ ռոք խումբը նվագում է, ես բառերը լսում եմ։ Դες հնարավոր է պաստորեն։ Ես գիտեմ որ դի ստանդարտ բան է, աշխարհում ամեն տեղ չես լսում, չես լսում, չէ։ Ու դրա հաշվին լիքը մարդ անցնում, ես ռոք չեմ սիրում, զուտ նրա համար, որ Ախպերս ռոք է շատ սիրում, ասում եմ ջազ լսի, բան, տարբեր բաներ լսի,
չի լսում, դե ասում եմ չեմ սիրում, ռոք եմ սիրում, բայց այդ պահը էլի, որ դեից է եկել շատ բաներ Բայց շատ լավ է որ ռոքից է սկսվել, իր մոտ որովհետեւ ռոքից է սկսվել շուտ։ դեպի դասական շատ հեշտ կգնա։ Չի գնում հենց այդ Կգնա։ ես լսում Նա եթե դու լսում ես ռոք դու միացնում եմ հնարավոր ինադու, չի որ քո լսի։ կյանքում չգա մի этап, որ չանդրադառնաս դասականին։ լինի, հա, ինչ, շատ Թեկուզ ուրախ հերքելու լինեմ, համար որ դու լինի, լսելու ես ջազ, ամեն ինչ, այսինքն եթե դու ռոքից սկսել ես, դու հենց հաստատ էդ է, ուզում եմ մյուզիկի հետ ինքս սկսի լսել, ծանոթանալու հա։ ես, չէ՞։ Ոնց որ ռոքի Պետք է, սաղ հա։ իմաստը այնա, որ ինքը դե առաջ հաստատ տենց էր, որ ինքը քո ընկալումները ու կարծրատիպերը կասկածի տակ ա դնում, հա, երբ որ ռոկը հասրել նույնիսկ այն պահին, որ երբ ոնց որ որ պանկն էր ռեփներ առաջ, հայտնվել, սա, որ ինքը ընդհանրապես մուզիկալնեսն էր կասկածի տակ, то есть ինք անընդհատ խաղում են Հա, ֆորմայտ։ հա, Ու եթե դու այդ մտածելակերպը քեզ դուր ա գալի, իհարկե դու ավելի հակված ես ցանկացած բան ընկալելու։ Դու ոնց որ դու չես ակնկալու, որ մյուզիկը միշտ պետքա քեզ հաճելի լինի դաժե։ Դու պատրաստ ես դաժե ինչ որ բան շատ абսուրդ բաներ լսես, то есть այս մենք հիմա ենք distortion այդքան սովոր, բայց ժամանակ կար որ distortion-ը մարդիկ ասում են էս երաժշտություն չի Դե գա ֆիքսված բաներ կար, էլի։ հա։ Ջի, ես մելոման եմ, չգիտեմ, ամեն ինչ լսում Չէ, եմ։ ռոքից սկսելը կայֆ է, հաստատ։ Ինքը ճիշտ երաժշտություն է ջահելության համար։ Պրոստը հիմա արդեն ռեփն է նույն էֆեկտը ունենում, ասես։ Դու պետքա մի քիչ նենց երաժշտություն լսես, որ ծնողներդ ասեն էս ինչ ես լսում։ Եթե տենց էֆեկտ չկա, եթե քո ծնողները ռոքեր են, այդ չի աշխատում ջակոս։ Դրա համար դու ռեփի ես անց։ Բայց դու կարող բանի, ես ասես։ մյուզիկի հետ կապված դու երգում ես նենց, հա, էլի, կարելի ասել երգիչ ես, էլի։ Նու Յագիր սկզբի ջակոս պլանով կարելի է ասել։ Դե չէ, այն մտքով որ սկզբի պլանը դերասան որպես, չէ՞։ Բանը։ Բայց երաժշտական դերասան։ Բայց դի ես շացել էի, լսի, ես որ դու ասցիր միտեղ, որ դեր մոտ հենց musically բաներ, ես չէի պատկերացնում, որ մեր մոտ այն ժամանակներում արդեն կար musically Երաժշտական ուղղությամբ, հա, տենց էր մեր կուրսի բանը։ Այդ է քեզ օգնել երևի, հա, որ սկսես երգել։ Թե սիրել ես։ Սիրել եմ Սիրել ես։ շատ։ Այս բաններ էլի մտածում։ Բրադվեյի Դու սիրում ես, արտիստ ես ավել։ Հա գժվում եմ մյուզիկլները։ Ես շանում եմ այդ դերասանների համար, Հա։ այդ իմ համար իրականում ամենաբարձր level-ի Ո դրա դերասանները, համար ես կզարմանա եթե Որոնք- կամերայինում խաղացած չլինի։ որոնք խոսքի կանան օրվա մեջ երկու ներկայացում ունեն, Օհո։ որտեղ մեկը սենց ոտերի վրա կախված գլուխը ներքև իդեալական երգում է։ Ես եմ Դե դրանք ֆենոմենալ են, հա։ Վարժությունն Ես Լոնդոնում եմ հետաքրքիր իհարկե դրանց, ավելի բայց- շատ մյուզիկլների գնում։ Դե ես չեմ գնացել կյանքում, ես մենակ նայել եմ։ Այդ բանը։ Լոնդոնում եմ նայում, խենթանալու ներկայացում։ Դու Լոնդոնում ես, հա, մենակ նայումներ։ Լոնդոնում եմ նայում, շատ հարուստ բան չի։ Խոսացություն Դες մի անգամ տենց չի։ Կոնյակը ես իմ հետ ախվում, բան, Գերմանիայում։ Լոյիս Տրինասը։ Հա, Բոլիվուդում ա նկարում։ Լոնդոնից եկել եմ 4 ներկայացում էի նայել։ Լոնդոնից եկել եմ տուն տենց։ Հա 4 ներկայացում։ Բայց դժվար է։ Եվ դրամատիկ եւ մյուզիկալ բանը ֆանտաստիկ ներկայացումներ են, նայ չեմ կարող նկարագրեմ, այսինքն նախ պատահական չեմ ընտրում ներկայացումները, հենց տեղի ինդուստրիայի մարդուց եմ հարցնում, այսինքն ռիվյուները կարդալով, թե որը արժի նայել, որը չարժի նայել, որտեղ այնտեղ են Դե շատ ժամանակն էլ է թանկ, հա, հետո։ Հիմա այդ այնց սենց լծված եկել եմ այն ամեն ինչով, ինչը որ տեսել եմ, իմ ընկերներից մեկը հրավիրում է ինձ ներկայացման այստեղ, իր ներկայացմանը մեկը սենց արեցի։ Ասի խնդրում եմ, էլի մի շաբաթ անցնի նոր գամ։ Հա, հաստատ տպավորություններ անցնի։ Հասի շատ տենց հիմա այդ 4 ներկայացումից հետո ես չգիտեմ, ասի կարող է իրոք շատ լավ բան է կարել, բայց գամ կջարդվեր այդ էմոցիան։ մի հատ Արս բայց դու Իսկ մեր մոտ Լոնդոնում հա տենց է որ երկու օր ա եղել Լոնդոնում, մեր մոտ նոր Դեսի դե մեր մոտ LA-ում դե մեր մոտ Դեզի բայց իմ բախտը լուրջ է, դեռ ուսանողական տարիներից է իհարկե բերում այն իմաստով, որ ես որ ներկայացման ուզեցել եմ հայտնվել եմ։ Ու Լոնդոնում ով որ ինձ խորհուրդ էր տալիս ներկայացումներ, հետո ասում էր իսկ ոնց ես Տոմս ճարել։ Այսինքն հենց չառն։ Ես չեմ սիրում Տոմսը։ Լուրջ է, ուսանողական ժամանակ չէի սիրում։ Դե հենց դեից է գալիս իմ մոտ, որ տիպը լուծը գրեմ, նեղություն չի, ինձ գրեմ ռեժիս, ով է բեմադրող, գտնեմ ինչ-որ ձևով, խնդրեմ հրավիրեն ոչ թե։ Նայ, ուսանող ժամանակ բացարձակ իմ համար, այսինքն տենց Տոմս առնելը Պրինցիպ չի, բայց չէ, տենց մի քիչ աբսուրդ բաներ են, որ մենք էս ասպարեզից ենք, ինչի մասին է դա։ դա։ Բայց հիմա, երբ որ անգամ իմ ընկերները ինձ հրավիրում են ներկայացման, ես գերադասում եմ Տոմս առնել։ Այո, որովհետև նախ գիտեմ դա ինչ ներդրում է, Լավ, մի ձայնը ինչ պետք է ծախսեր է, փոխի։
Ամեն ինչ կարա փոխի մի ձայն ասելիս։ Մաներ, կստати նորը նենց դզեց ինձ բաներ, Ռիտա այդ եկել էին, Ռիտան կինս էր, եկել էին կարի, բան ստենդափի ու բաներ, ասում եմ դե ես կարամ քեզ անցկացնեմ, ասում եմ չէ, ասում եմ Տոմս առնեմ, որ պատժկան են, տիպը մարդիկ երութ ունեն ամեն, տիպը կինս որ կարա միշտ հանգստացնի, ես կմտնեմ կառնեմ։ Հետո երբ որ ինձ արեց հրավերը չեմպիոնի, ես ասի շատ շնորհակալ եմ որ օրը ասեցիր, ասեցից հրավիրա Տոմսը, ես այդ ընթացքում միջև ինքը կգրել հրավիրա Տոմսը, արդեն իմ Տոմսերը արել է, ասի ես երկու հատ Տոմս ունեմ, վերցրել եմ։ Գնում եմ Հովանես Դավթյանին։ Մերսի, բանը։ Չէ, տենց եմ գնում։ Չէ, նայ, օրինակ ես մաս սիրում եմ, երբ որ ինձ հրավիրում են, ոնց որ ինքս Տոմս առնեմ գնամ, մանավանդ որ համենայն դեպս մեզ մոտ թույլատրելի գներ են, էլի ամեն մարդ կարա իրան թույլ տա այդ Տոմսը առնի։ Բայց Լոնդոնում այդ անհավանական ձևով, բայց մեր մոտ Լոնդոնում այն հին ուսանողական ձևերով, յան կարող է այն որ sense վերջի sense սպասեմ թատրոնի մոտ միջև վերջին վարկյանը, այնտեղ էլ բանը ուսանող են, բան, տենց Տոմսը, ասենք կարող է տենց մի, չգիտեմ, 300 pound-անոց Տոմսը, մի 70 pound-ով առնեմ, պատկերացնես, տենց այն։ Բայց գները ավելի թանկ կլինի այնտեղ երևի, չէ՞, համեմատած։ Դե հա։ Ստեղ լավ էժան են հա, թանկ չի ստեղ։ Ու նայած ներկայացում, բայց հա էլի Մենք միջև Մոսկվայում որ բաներ մեր կուրսերը որտեղ սովորում էի սցենարիստի, ինքան կուրսեր էին, բայց տենց հին կուրսերից են էլի, տենց Տարկովսկին անդե դաստավե Դանիել, ման լիքը մարդ անդե եղել։ Բայց իրանք էշացել Տարկովսկու վրա վերջի մի ամիսը։ Մերել արդեն գիտեիր։ Պոստը իր տворчествան եմ հիմա ուսումնասիրում, հա։ Վարի, ոչի։ Короче, իրա ստուդ բիլետը չպիտի անցներ որպես թատերական, բայց դե մենք գալիս ենք ասում ենք կինոշկոլա է, բան, ու թատրոններ էին գնում։ Ինձ դες դզում իմ բանը, իմ այդ սովորողները, իմ այդ ապրողները հանրակացարանում, նրանք ասեցին ասում նայ, մենք ուսման այսքան փող ենք տվել, մենք թատրոնով հանելու ենք դա։ Այնքան պետք է գնանք ներկա։ Ու մենք ամեն շաբաթ 2-3 ներկայացում, դաժե բալշո ենք տենց մտել, բան միշտ կրիվանու, բայց ամեն տեղ մտել ենք, ամեն տեղ մտնում ենք։ մտնել է հաստատ լուրջ։ Միշտ ասած բանը, շատ անկապ հակնված, բան մարտիկը դե խոսքի կոստյումի $5000 մտնում եք։ Դե բայց տենց շատ խնդալու էր Կիպրոսում դրամա քույնն են խաղում Կատյայի հետ մեր կաբարեն ու Տոմսերը այնտեղ 350 եվրոից մինչև 2000 եվրո է դե 2000-ը վիպներ շամպայնով ամեն ինչով եւ այլն սենց տարբերակով շամպայնով ամեն ինչով դե սևիկրայա բանը շամպայնը մնացած ներկայացում ենք ունեցել որ 10000 եվրո է եղել Տոմսերը, էլի, այսինքն կապված զալի քանակից։ Ես սա պրոստը լսել եմ արդեն ուրիշի դեպից այդ ինֆորմացիա դրա համար չեմ շանում, բայց դա տեսա էր Տոմսը։ Հա, 10000 եվրո, գանք, ու այդ 10000 եվրո տված մարդիկ շատ տարօրինակ կերպով ավելի շնորհակալ են։ Երբ որ վերջում դուրս են գալիս ու քեզ ասում են շատ շնորհակալ ենք որ դուք սեն ժամանակ մեզ պարգևեցիք եւ այլն, այսինքն ասում ես վախ ինչ լավ է ես արտիստ եմ։ Այդ ֆորմատն է։ Բայց հիմա բանը Կիպրոսում որ դեռ 2000 էր, դες նայեցի զալում, դե явно հայ է, էլի, մի հատ շատ սիրուն աղջկա հետ նստած մի հատ տղա էր, որ աղջիկներ երևի ասում, մի դալժն է, մենք դնայինք այդ ներկայացումը։ Ու ես էլ ինտերակտիվ ունեմ զալի հետ, տենց նաև իմպրովիզացիոն բան, ասացի հայեք, ասեց հա, դե ձերի մտեք։ Ու բանը հենց այդ րոպեին մի հատ տեքստ եկավ, ու ասացի ու շատ տենց ծիծաղացին, բոլորը տենց ասի կյանքում ասի օրինակ կյանքում պատկերացնեք, ասի որ կգա մի օր, որ 2000 եվրո կտակ ինձ նայելու համար։ Ասի այս Երևանում կարայք 2000 դրամով, չէ։ Զալինը լացի պատկասում սա սենց 2000 եվրո տված մարդկին ասի որ պատկասնեք այդ 4 եվրոյի մասին է խոսքը որ Զատի հիմա ստենդափը համարյա ձրի է։ Հիմա եկեք, որ հետո $2000 չտաք ստենդափերին։ Բայց հիմա մեր ներկայացումն է դրամա քույնը ֆորմատային մի քիչ փոփոխությունների է ենթարկվել, այսինքն արդեն աուդիտորիում ենք անում։ Դες մի անգամ երբ որ Հայաստանում անենք, հնարավոր է նաև նենց անենք, որ ոնց որ հանդիս այսինքն այդ սեղանաթոռներ տարբերակով չլինի, այլ թատերական
Դզես ինտերակտիվը ինձ միշտ դուր է գալիս, հա, տենց որ Հակառակը էլի որ անվելու է ինտերակտիվը ստացվում է։ Չէ, հակառակը։ Ինքնի պրոստա բան թեատրալներ ասած Այդքան բան գովազդեցիք, մի հատ էլ ես գովազդեմ։ ախորպես նվեր։ Вы знали? Դե օպապապաներ էլի գնացեք նայ, քան որ գովազդից ես խոսում։ Պապան մենք լիքը գովազդել ենք։ Դե մեր ընկերները նկարվել են գորը մեր ընկերն ա որ նկարել է։ Ինչ լավ է։ Մեր օնքական պրոդուկտ է, հա։ Բանն է, Վարամ Սահակյանի նոր Շատ լավ սերունդ։ Չեք թողում գովազդեմ, հա, Վարամ Սահակյանի Վարամ ներկայից։ Սահակյանին ասել, միանանք։ Լավ, արի տեքստը քեզ ասեմ, դու գովազդի, էլի։ Так, Վարամ Սահակյանի ներկայացումն է պետք գովազդել ամսի 18-ին ու 19-ին հունիսի լինելու մյուս ամսվա, այսինքն Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում։ Ահա։ Հունիսի 18-ին ու 19-ին Վահրամ Սահակյանի նոր ներկայացումը Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում, սա մի ներկայացում է, որը պետք չի բաց Խորեն թողնել։ Լևոնյանն է խաղալու։ Խաղում է Խորեն Լևոնյանը, Նվեր Բեգլարյանը, Նվեր Բեգլարյանը, Տոմսերը լինկը կա, Տոմսերի լինկը կա, գնացեք ձեռք բերեք Տոմսեր, քանի դեռ Տոմս կա։ բանը անունն էլ Ծովից ծով Հայաստան, Դատաստան, Ծովից ծով Դատաստան։ Վաու, ով է բեմադրել։ Ես կուզեի, բայց Վարամը սա։ Այս Վահրամն է բեմադրել։ Ահա։ Հիանալի է։ Դզեց։ Բրավո։ Մերսի արս։ Ոբշի ջոգիր չէ ոնց բան արեցի։ Խոսքի այս գովազդի համար պետք է 2000 եվրո տայի Արսենին, բայց ձրի արեց։ Ապեր հաշիվ արդեն եկել է քեզ տես մի մտածի։ Այդպես դառնում է։ Հելա հենց նոր բան NFC-ն միացեց։ Քեզ հրավիրա Տոմս կտամ։ Շնորհակալություն, ես Տոմս։ Ես կառն եմ։ Շնորհակալություն, ես չեմ գա քեզ նայել։ Դեսի բայց բանը, դե քանի ես ժամանակ ունեմ sense բաներ անելու, պետք է անեմ, հետո չի ստացվելու հեսա գնալու ես էլի։ Սիրասունին եմ գրանցվել։ Դու ես ասում։ Ինչ Բայց արդեն եկել է պատասխանը լինելու է։ Գիտեմ, ես comment-ով գրեցի արդեն։ Այդ 20 միլիոնը ոնց է բաժանվում։ Արդեն կրելու մտադրություն ես, elə քեզ չեն վերցրել։ Ֆիկայի հետ խոսացի, ասեց բանը, վրոդի ամսի 1-ին արդեն սկսելու են կանչել, որ Որ casting մեկից լինի։ սկսելու է, ինչ լավ է գրանցվել, ճիշտ ես Ոնց ասում։ հագնվեն։ Լուրջ գրանցվել։ Հա, լուրջ։ Ոնց կասում։ Գիտեմ, որ cringe-ա ինքը մի քիչ, թե cringe չի, ոնց ես կարծում։ Դու ներսի մարդ ես Cringe-ը էլի։ որն է։ Որն է cringe-ա, այդ ես։ Իսպանսկի ստիլ։ Հա, իսպան։ Մեկ-մեկ ինձ են ասում cringe-ով։ Մեկ-մեկ ինձ են ասում cringe։ Okay։ Իսպանական ամոթ էլի։ Так, ինձ Կիպրոսն է դզել նայ։ Ասում ես, նայ, Կիպրոս, Так. դու պատկերացնում ես, Մի հատ էլ գովազ տեսել մոնկի համար, մոնկի երեք մոտավորապես 10 օր Կիպրոսում Ահա։ նկարահանում։ Ասորա լինելու նկարահանումներ։ Ենթադրվում է։ Լավ։ Դե կարող է մի քիչ ավել պակաս, բայց կարծում եմ Okay. 10 օրում կկարողանան կանել, հուսամ։ Քանի է date եմ։ Որտեվ հետո ես դե Ամերիկա գնամ։ Հետո ես դե Ամերիկա գնամ։ Նայ, Կիպրոս, ծով, մոնկի ֆանտաստիկ սաստավը, մեր հետ շատ կայֆ է։ Սաստավից աղագին հանգերներ։ Մեր հետ շատ լավ է։ Ես ու Լուսնյակն ենք վարում, այսքան պատկերացրեցիր արդեն ինչքան սիրուն է ամեն ինչ։ Հա, հա։ Ու մասնակիցներ, որոնք մեկը հաստատ լավ տպեր են։ Հասկանում ես։ Պալյուբոմ, Ընտրվածները նախ արդեն հայտ ներկայացրածները։ Նենց որ շատ լավ բան է սարել, իսկ հաղթումը կարա մի հոգի հաղթի։ Առաջին սեզոնում նենց ստացեց 2 հոգի հաղթեցին։ Ահա, ես պատկերացնում եի այդ աղջիկն ու տղեն պետք է հաղթի։ Չէ, Այսինքն, եթե իհոգում ես եմ հաղթում, իմ հետի իրար հետ ենք Չէ, հաղթում։ չկա տենց բան։ Ով շատ միավոր է վաստակում, հաղթում է ինքը։ Ուղղակի մեր առաջի սեզոնում ինչն էր հետաքրքիր, որ Սերնուվի կան, այսինքն մի փուլով իրանք հավասար էին միավորները, մենք հետո արեցինք երկրորդ փուլ քվեարկություն, որ էլ իրանց ընկերներն են քվեարկում։ Էդ էլ եղավ հավասար։ Այսինքն պրոստը անհնարին մի հատ սիտուացիա ստեղծվեց։ Մնում էր չինգաչունգը կոպիտ ասած, երրորդ էտապը եղավ, որ իրանց ուղակի հարց տրվեց, տիպը պատրաստ եք կիսել այսենց մի հատ ինչ-որ բան եղավ, որ երկուսն էլ ասեցին չէ, եթե դու մի հոգի մենակ կրես, պատրաստ ես կիսել երկրորդի հետ, երկուսն էլ ասեցին, հա, բայց կարող էին ասեին չէ, ձևական բաները էլի։ Հա, բայց հիմա ձևականը աշխատեց հոգուտ իրանց, որտեվ հավասար էին, հասկանաս, ու եթե որ ասեին չէ, բայց ասեցին չէ, ասեցին հա ու կիսեցին գումարը, թե մոնկը հանեց մի հատ 40։ Չէ, sense թե նենց, արդեն կիսված էր, իրանք հավասար էին միավորները վաստակել։ Ես դեմ եմ տենց բաների, պետքա բան։ Դե դեմ ես էդի ուրեմն քո խաղընկերների հետ ամբողջ սեզոնի ընթացքում նենց։ Լավ, դու ինձ ասա մեջից բաներ էլի, ոնց հանեմ մարդկանց, ես կրեմ այդ օգում։
Ձևերը չգիտեմ, այնտեղ կոնտրոլ անել այնպես դժվար է։ Դե դու ես վարողը Դե դրա։ պոտենցիալ հաղթողներին կարաս ցածր տա, ասես։ Դա նայ, մոտիկությունը ունեմ քո հետ արդեն, մի օրա ճանաչում ենք։ Հա։ Այդ արածա Մի օրա ճանաչում Մոնկի ենք։ սաստավից բանը գլխավոր զվուկավիկը Հա։ տենց չերեզով աղբերներ են կոփշի, Ահա։ էլով կան, դե վիկանադե, Հա։ դե կարոյի հետ ծանոթ եմ չերեզ Այո։ ավետ, ավետն էլ կա։ Բաներ։ Շանսեր ունեմ, էլի։ Հեսա մենք Մի արդեն 10 միլիոնով գոնե հետ գալու Հայաստան։ Նա Վարդան պետք է վերջացնենք մանից։ Շանսեր ունես ոչ թե քո հետ ծանոթության շնորհիվ, այլ շանսեր ունես, որովհետև դու ես լավը։ Է։ Ու հասկանում ես, Մերսի, որ Արս, մերսի։ ժամադրության։ Ստե գիտես, ես ներսս մեռնում եմ աղջիկները պրոստը։ քեզ Շնորհակալություն։ Ներսում դες չի վրա հիմա մեռնում, որ տենց վան որ անուշը կարակելն էինք անում, ահագին վաղուց էր։ Նվերսից ծածած անում, ասում եմ, ես պրոստը գիտես միշտ քաշում եմ ինչ որ բան մարդուն խնդրեմ ծանոթով անը։ Բայց միջում եք ստե։ Արսը դու Դրա վրա սաղի գիտեմ։ դրա համար անծանոթի է։ Այդ տենց քեզ փոխեց։ Զվեզդա տարել, ալո վե։ Անծանոթին ավելի հեշտ է։ Լսի, բայց բանը դու որպես Արսեն Գրիգորյան որ մեկն ես ավելի շատ։ Մրոն։ Մերոն ասան դե ռոմանսները։ Բանը, հեսա վերջացնում ենք, հա։ Վերջի րոպեն։ Բանը ես մի հատ կատակ ունեի, որ այդքան լավ Չեմ չհատում, բայց վերջացնում հեսա։ Որտե փորձի եմ Դե ես։ մի 10 րոպե Գնում եմ ուշացի փորձից Չեխով դու։ խաղալու։ Նենց դերասան ես որ կարաս ուշանաս։ Գնում եմ Չեխով խաղալու զրույց։ Համոզում եմ որ մնա։ բայց բանա ռամական մեր չան։ Դե չէ, հələ չի լրացել։ Քանիսն է։ Նյան։ Ունենք հələ մի Դե 15 դա րոպե։ մի հատ պետքա բան։ Մի 15 րոպե էլ խոսում Խորան Ունենք, է։ բրո։ ունենք։ 15 րոպեից ես պիտի փորձի ելնեմ։ Լավ։ Սպասի մի հատ զանգեմ։ Լավ, ես քեզ հավատում եմ։ Բայց զանգի նավսյակի իմանամ, հաստատ գնում ես փորձի, թե։ Ում ես զանգում։ Ռեժիսորին, Ռեժիսորին։ խորենին։ Չէ, մենք ամեն դեպքում Դուր ես փակվել խոսամ։ այնց որ Դու ասեմ հաղորդավարն եմ ոդկասթի, Արսես զբաղված է։ 10 րոպե գուշանա ոչինչ։ Խարան не берет друг։ Օպեր որ sense հայց Չէ, կոս վերցնում։ նայում վրս նայում եմ, բայց գիտես։ Խարան։ ես փորձում քեզ Գիտեմ, հավաքում ես։ որ դու ինձ հասկանաս։ Ես ոդկասթի եմ սյոմկայի 5-ին չէր, այսօր փորձ։ Ախորպես ոդկասթին ասա էլի։ Լուրջ ես ասում։ Հա, դե всё, օքեյ։ It's cancel։ Ավելի լավ, հա։ Լավ, դավայ կնքս։ Ուսմա Cancel-ա, չէ, եղել Չէ։ ներկայացումը։ կես ժամ ասում կուշանամ, որտեղ պապիս վատացել էր դրան։ Կայֆ։ Այս մարդիկ կան, չէ։ Շատ ուրիշ Չէ, տեղ, ես այ։ չեմ ասում, Շատ որ ուրիշ դե։ Ես չեմ ասում, որ պապի այդ կայֆը չէ։ Պրոստը sense մի հատ խնդիր Full կա։ House World Հա։ Tour show։ Ահա։ Ես երկու հատ հարց ունեմ։ կգմփցնեն։ Ձուշը ինձ քիչ չի կանչում, բա որ Վիտամինից- օգնեմ գրենք Վիտամինից սցենար։ հետո երկրորդը էս կգմփցնեն ինձ թող ժողովուրդը։ Բայց գորը տիրա։ գալու է, հետաքրքիր է։ Նու Հա։ Հակոբյան գորը էլի։ Հա, շոուին։ Նու Նայած եթե երբ են սկսում։ Հա, այդ էլ կա։ Նման եմ գորին։ Մանացրել է։ Դու չես նմանացնում։ Դե հիմա այդպես եթե Հետո զորով բացվածելս ասես լավ։ կարող է։ Հա, զորով, չէ, այդպես չէ։ Չէ, մի քանի անգամ բարբեր շոփերում Արս նմանա գորին, բայց կա մենակ մի հատ ճիշտ պատասխան։ Բայ շատ, որ sense տենայ։ Լուրջ ես ասում։ Ես просто Լուրջ գորին։ քսես Ինչ ասպասելի։ Ես գորին ուղակի ժիվոր եմ տեսել, Հա, դրա դե հա։ համար գտեմ։ Չէ, դաժե ինքը ասեց ոդկասթի վաղտ որ Հա, կա նման։ Ահա, այսպես նման ասել տեսել։ Եվ շատ պետք էր քեզ։ Դե կակ մինիմում կարամ փոխարինեմ իրան full house-ի ներկայացման մեջ, Vendetta-ում կարային կանչեին նկարվեի բրատ դերասան եմ։ Հա։ Ոչի կանչեք էլի նվերին դավադի Այլի տարը։ զսպցրել եմ Քո այդ արդեն։ մասը շատ եմ Դուք չեք կանչում, Հա։ ես եմ տանջվում, Դες ստե մեկը կանչեք էլի նվերին։ Դերասանական կողմը շատ լավ։ Ես բան եմ անում։ Ես առասարակ սիրում եմ մեր ասպարեզը ընտրած Չէ, դե արվեստը որովհետև լավ բան է, շատ լավ բան է։ դրանք ինչքան էլ էմոցիոնալ, բայց մեկը Պրոստը ուժեղ դերասանները մարդիկ են։ ծանր ժողովուրդ են։ Արս բանը Որ դերասան շատ են իրար գլխի հավաքվում։ Հա։ Ծանր է իրանց շուրջ գտնվել է։ Ես բանը միշտ պատմում եմ որ մեր հանրակացարանում, բան գիգի հանրակացարաններ, ունդ մի հատ հարկ մենակ դերասաններ են։ Ես ոնց որ ապրածը դեմ իր այդ այնքան ապատլես։ Փոքր ժամանակ, ուրեմն այս կողքս դրած այդ տմուճկայի վրա որտեղին բան։ Որ պետքա գնաս ընդ։ Բան որ ու հենց այդ բանը, sense ձյանձմերային բաներ մի հատ շատ բուկլետեր, ես տենց ամեն գիշեր նայում էի։ Երազվերը դգրայ։ Որ ես գիկում եմ։ Բայց դուք Նյու Յորքում գնացիք, չէ՞։ Դուք Նյու Յորքում։ Բայց Նյու Յորքի ինչ բաներ, նիֆաներ։ Ինքը բաներ, summer school էր, այսինքն տենց
բան չէր, degree չէր, էլի 2 տարվա։ Հասկացա։ Ինչա շատ ափսոսում եմ, իզուր չվերցրեցի։ Բայց բաներ, մեկը ծանոթություններն են, էլի կայֆ տես ժամանակաշրջանի։ Խություն, գժություն։ Այդ բաներ մեր դպրոցն էլ, դասերն էլ շատ։ Չէ, դասերը իրանք կայֆ են այդ բան, հետո գիտես ի՞նչն է կայֆը, որ ես հիմա 10 տարի հետո լիքը բան հասկանում եմ, որ այն որ ես մտածում եի հալա դեսի սաղ գիտեն, հետո տանում ես որ ոչ մեկ չգիտի։ Լավ է որ քեզ սովորացրել են։ Ու մեկ էլ հələ այն ժամանակ եկել էր ոչ մեկ չգիտի։ Հա չէ լուրջ ես մարդկանց խոսում եմ, ես նես բաներ եմ ասում, որ ընդ արդեն ամոթ էր ասել, որ այդ ոնց որ մեր ստուդենտский բան, դե ախպեր ամոթ է, sense բաները մի ասա, այդ սաղս գիտենք, հետո ես գալիս եմ մարդկանց ասում են, բայց խի ու սկսում են վիճել հետս։ Իսկ ես դաժե այդ վիճի մեջ երբեք չեմ եղել, որ նորմալ բացատրեմ խի, որովհետև այդպես աքսիոմ է, որ ես սովոր չեմ։ Հիմա բարի սկսում եմ սովորել ոնց մարդկանց բացատրեմ, խի sense ոչ թե նենց։ Մեկ էլ բանն է, տենց եկել էր արդեն ավարտած մի հատ տղա, որ կակրաս ինչ որ ֆեստիվալ էր հաղթել ու բաներ անում։ Ես էլ եմ էլի Ինչ ես նայում։ Ժամանակակից բան։ Դեսի բանները, ուզում էի տնայի կոմենտ գրել, թե չէ, հարցեր տնայի։ Ես քեզ անկեղծ ասեմ, օրինակ ես նայի մտածում եմ Դու գրել ես հարց։ բան, ես չէ, բայց նայում եմ ուզում եմ բանը առիթ էր բաց չթողնել եւ ասել իմ հետևորդներին ես գժվում եմ ձեր համար քեզ գրել է որովհետեւ ինձ մի մի հոգի է գրել մենակ գրելա բանը արս քեզ մենակ պիտի լավը գրեք դու ֆենոմենալ տաղանդավոր ես դզեց հասկանում ես այսինքն այդ կրիսական մոմենտները հա բայց ես այդ ինադում եմ արել տեսա չես ստորի գիտեմ այդ շատ լավ բան է սարել հարցը բայց իմ մարդիկ and love մասը դու ոնց ասիր չէ մենք ունենք օրինակ մեր շատ predanny որ խոսում էինք իրար հետ ոնց որ մեր աուդիտորիան ունենք որը շատ լավն է ու ինքը մերն է այսինքն մի հատ sense կոնտակտի ես դաժե դրա համար խնդրեցի որ դու կիսվես քո մարդիկ տենան նույնը հիմա ոնց որ իմ ու իմ մարդկանց մեջ է այդ կոնտակտը իրանք այնքան լավն ու դրականն են ջոկմես որ այսինքն կրիսական բառից հիմա հետո մի հատ մտածի նայ պրոստը չեն գրել կրիսական հարցերը Chris Martik է գրում։ Իսկ Chris Martik հատուկ չեք գրել, որովհետև դու գրել ես Chris-ական գրել։ Իրա գրել լավ հարցեր գրեք։ Հոգի գրել է, բայց հարց չեք գրել։ Բայց դզեց քո աուդիտորիան, իսկականից, նայ, մի հոգի գրել է, ամաչում եմ գրեմ։ Տիպա կարող է հարցուներ, բայց ամաչում է, մեկ էլ մի հոգի Insta-ով է գրել, Lilith անունը, գրել է նվեր, դու կամաչ ես այդ հարցերից երևի, տիպա ուզում են հարցնել, բայց լավ ամեն ինչ։ Ամաչում են։ Լավ, պատասխան եք այդ հարցին, որ ամեն ինչ շատ լավ է, ընտիրա։ Բայց դե որ տենց է ես տամ։ Դավայ։ Բանը։ Օրինակ քրիսական հարց, նայ, դիսկրիմինանտի բանաձևը։ Օրինակ քրիսական հարց, ինչ որ թեորեմ բանի։ Ապրի դու իմ կատակտս կրկնում։ Կոդը գրի։ Լավ, շատ լավ անցավ քո հետ, ես տպավորված եմ։ Գնանք գնացինք կոֆեի։ Այսքան հենց sense մի փակ էիր հավաքում։ Ինչ ես ուզում։